Մի քիչ մրսած են ձայնս քաշված անելով կլինեք, գիտեմ ինչքան դժվար է լսել, երբ որ մարդիկ հիվանդել լինում, բայց Փառք Աստծո իրար հետ ենք ու ավետարանի համար ենք այստեղ ու Մարկոսի ավետարանն ենք սկսել եւ այսօր մենք երրորդ դասընթացն ենք ունենալու, դեռ առաջի գլխի վրա ենք, որտեղ այնքան խոսելիք կա ու այնքան քաղցր ավետարանը, որ իրապես մի ամբողջ աշխարհ չի բավարարի։ Այսօր մենք փորձելու ենք խոսել Մարկոսի 1:14-28 համարներ։ Որոշեցինք, որ շատ միանգամից մեծ բաժիններ չվերցնենք, որպեսզի հնարավորինս փորձենք մարսել գիրքը մեր կարողության չափով, որովհետև այնքան ասելիք կա Մարկոսի ավետարանի մեջ, որ եթե փորձենք թռնել կամ ամեն անգամ մեկ կամ կես գլուխ անել, շատ բաներ կորցնելու։ Ու դրա համար այսօրվա համարն է, կարծես համառոտ է լինելու, որից հետո պիտի շարունակենք մյուսը։ Ինչպես որ ամեն անգամ եմ անում, պիտի փորձենք նախ մեկ անգամ ևս հիշել, թե ինչ արեցինք, ինչ ուսանեցինք այս պահին, նախորդ անգամ եւ հիմա ինչ ենք անելու։ Միշտ հիշում ենք, որովհետեւ ամեն անգամ building block, ինչպես որ ամերիկացիներն ասում են, ամեն անգամ կառուցում ենք մեր նախորդի հիման վրա։ Նախորդ նյութը, որ միասնաբար ծերտեցինք, հետեւյալն էր, որ ասում էր սկիզբն էր, ամենասկիզբն էր, ասում էր Հիսուս Քրիստոսի Աստծո որդու ավետարանի սկիզբը։ Ինչպես որ գրված է Մարգարեների գրքում, ահավասիկ, ես ուղարկում եմ իմ պատգամավորին քո առաջից, որ կպատրաստի քո ճանապարհը քո առաջ։ Անապատում կանչողի ձայնին պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցեք նրա շապիկները։ Հովհաննեսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարության մկրտություն մեղքերի թողության համար։ Ամբողջ Հրեաստանը եւ բոլոր երուսաղեմացիները գնում էին նրա մոտ եւ մկրտվում նրանից Հորդանանի գետում խոստովանելով իրենց մեղքերը։ Եվ Հովհաննեսը հագել էր ուխտի մազից զգեստ եւ մեջքին կաշրեգոտի եւ նրա կերակուրն էր մորեխ եւ մայրի մեղր։ Նա քարոզում էր եւ ասում. իմ հետևից կգա ինձնից ավելի հզորը, որի առաջ արժանի չեմ խոնարհվելու նրա կոշիկների կապերն արձակելու համար։ Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով։ Այն օրերում Հիսուս եկավ Գալիլեայի Նազարեթ քաղաքից եւ Հովհաննեսից մկրտվեց Հորդանանում։ Եվ նույն ժամին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը պատառված եւ Աստծո Հոգին որպես աղավի, որ իջնում էր իր վրա։ Երկնքից մի ձայն եկավ, որ ասում էր. դու ես իմ սիրելի որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճությունը։ Եվ անմիջապես Հոգին նրան հանեց դեպի անապատ, եւ նա այնտեղ էր 40 օր փորձվելով սատանայից, եւ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան։ Սա նախորդ նյութն էր։ Այսօրվան շարունակություն է, որ ասում է Հովհաննեսի բանտարկվելուց հետո Հիսուս Գալիլեա եկավ, քարոզում էր Աստծո ավետարանը եւ ասում. ժամանակը հասել է եւ մոտեցել է Աստծո արքայությունը, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Երբ նա անցնում էր Գալիլեայի ծովեզրով, տեսավ Սիմոնին եւ նրա եղբայր Անդրեասին, որոնք ուրկանները ծովն էին գցել, որովհետև ձկնորսներ էին։ Եվ Հիսուս նրանց ասաց. իմ հետևից եկեք եւ ես ձեզ կդարձնեմ մարդկանց որսորդներ։ Եվ իսկույն ուրկանները թողնելով գնացին նրա հետ։ Այնտեղից մի քիչ առաջ գնալով տեսավ Զեբեդեոսի որդի Հակոբոսին եւ նրա եղբայր Հովհաննեսին, սրանց էլ տեսավ իրենց նավակի մեջ, ինչ ուրկաններն էին կարգի բերում, եւ կանչեց նրանց, եւ նրանք իսկույն նավակի մեջ թողնելով իրենց հորը Զեբեդեոսին, վարձկան ձկնորսների հետ միասին գնացին նրա հետևից։ Եվ մտավ Կափառնայում, եւ Հիսուս նույն շաբաթ օրը իսկ ժողովարան մտնելով ուսուցանում էր նրանց։ Եվ նրանք զարմանում էին նրա քարոզության վրա, որովհետև նրանց ուսուցանում էր իշխանությամբ եւ ոչ ինչպես օրենսգետները։ Արդ նրանց ժողովարանում մի մարդ կար, իր ողոց բռնված, որ նավավակեց եւ ասաց. թույլ տուր, ինչ ես ուզում մեզնից, Հիսուս Նազովրեցի, մեզ կորստյան մատնելու եկար։ Գիտենք քեզ, թե ով ես դու, Աստծո սուրբն ես։ Հիսուսը ասեց դիվահարին եւ ասաց նրան ու ասաց. ձայնս կտրին եւ դուրս եկեք դրանից, եւ իր ոգին սաստիկ ցնցեց դիվահարին եւ բարձրաձայն հավաքելով դուրս եկավ նրանից։ Եվ ամենքը զարմացան այնպես, որ հարցնում էին իրար եւ ասում. այս ինչ նոր վարդապետություն է, որ իշխանությամբ իր ոգիներն են սաստում եւ նրանք հնազանդվում են նրան։ Եվ նրա համբարը տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում։ Ուրեմն այս է, որ պիտի այսօր սերտենք, հուսամ բոլոր իմեյլները ստանում են, որովհետև իմեյլների ժամանակ, եթե նկատում եք, ես հայերեն եւ անգլերեն տեքստ ուղարկում եմ, բացի դրանից մեկնություններն են
հակիրճ ուղարկում եմ, որ պատրաստված գանք ու հասկանանք ինչի մասին է խոսքը։ Այս ընթացքում սա 7 անգամ լինելով ձեզ հիշեցնում եմ, որ Սուրբ Գիրքը ունի ուղեցույց եւ այստեղ 10 ուղեցույցներ են դրել, չեմ ընթերցելու, որովհետեւ այստեղ մենք տպել ենք ամբողջը Մեսրոպի հետ եւ պիտի խնդրեմ, որ յուրաքանչյուրը ըստ ես ցանկության վերցնի իր մոտ ունենա, որտեղ այս ուղեցույցները շատ են օգնում Աստվածաշունչը ճիշտ հասկանալու համար ու դրա համար, որպեսզի նորից անընդհատ ամեն անգամ չանեմ, ունեցեք ձեզ հետ, ձեր մոտ պահեք, որպեսզի սա է դառնա ձերը, որ հիշեք, թե ինչպես պիտի այս ամենը կատարվի, ձերտողությունը կամ Աստվածաշունչ հասկանալ ինչպես պիտի լինի եւ ամենավերջինը մենք հիշեցնեմ, որ այս ամբողջ ինչ որ մենք անում ենք, պիտի դառնա անձնական մեր համար, մեր կյանքի, ընդհանրապես մեր ընտանիքի, մեր ազգի եւ մարդկության կյանքում սա պիտի կիրառելի դառնա, այլապես ինքը միայն գիտելիք է, որ ոչինչ չի տալու։ Նախորդ անգամ ասացի, այս անգամ էլ եմ ուզում հիշեցնել, որ մենք փորձում ենք այսօրվա տարածված տերմինով 3D ընկալել, այսինքն եռաչափ ընկալել, տարբեր տեսանկյուններից դիտել ավետարանը։ Նախ ամենաառաջինը հատվածի ուղղակի իմաստն է, literal meaning-ն է փորձում հասկանալ եւ սրա մեջ մեզ օգնում են բնագրերը։ Այն manuscript-ները կամ այն հիմնական գրականությունը, որը որ գալիս է բնօրինակներից, այս դեպքում հունարենից, շատ կարևոր է սա։ Երկրորդը պիտի փորձենք համեմատական անցկացնել մյուս գրքերի հետ, որովհետև շատ բաներ մանավանդ համատեսական ավետարաններում, այսինքն Մատթեոս, Մարկոս, Լուկաս, որ կոչվում են համատեսական, անգլերեն synoptic gospels, մեկը մյուսին լրացնում է, եւ այսօր էլ պիտի տեսնենք, թե ինչպես օրինակ Մարկոսին պիտի լրացնի կամ Լուկասը կամ Մատթեոսը, ուրեմն համատական պիտի անենք, որ ամբողջական պատկերը երևա։ Եվ նաև պիտի հասկանանք, որ միայն ուղիղ իմաստով, literal meaning-ով չի Աստվածաշունչը, այլ նաև այլաբանական, խորքային իմաստով է, եւ այս դեպքում շատ բան մեր աչքին փոխվում, բացահայտվում է, եւ այսօր էլ պիտի տեսնենք, թե ինչպես Քրիստոս ինքը այլաբանություն, ալեգորի է օգտագործում, օրինակ, երբ որ առաքյալներին ասես դուք պիտի լինեք մարդկանց ձկնորսներ։ Բնականաբար այս ամբողջ ալեգորիա է, որ մենք այսօր պիտի փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում մարդկանց ձկնորսներ։ Սկզբից միշտ, եթե կհիշեք, մենք outline ենք անում, այսինքն ընդհանուր նկարագիր ենք մոտ պատկերացնում, ինչի մասին ենք խոսելու։ 5 կետ կա, որ այսօր պիտի անդրադառնանք։ Առաջինը հետևյալն է, 1:14-16-ում Տիրոջ ապաշխարության կոչն է, այսպես է սկսում։ Երկրորդը առաքյալների համաձայնությունը։ Եթե նկատեցիք անգլերեններն են գրել, սա ավելի հեշտ լինի ձեզ։ Երրորդը Տեր ուսուցանում է սինագոգում կամ ժողովարանում։ Չորրորդը դիվահարի բժշկությունն է, որ ընթերցեցի, եւ 5-րդը ժողովրդի զարմանքը, ժողովրդի վերաբերմունքը Տիրոջ կատարածին։ Ուրեմն ինչու են այս outline-ները նաեւ կարևոր, որովհետեւ արդեն երբ որ մեր մտքում կան, հեշտ մենք կարող ենք հիշել, օրինակ Մարկոսի մեջ ինչ outline-ներ կան, ինչ գծեր կան ու հերթականությամբ եթե հիշենք, շատ ավելի լավ կլինի Աստվածաշունչը սերտելու համար, որովհետև հաճախ մենք կարդում ենք, ընթերցում ենք, բայց քանի որ մեր մտքի մեջ չենք շարադրում, եւ մեկը մի բան ասում, գիտենք, որ միտեղ կարդացել ենք, բայց չենք հիշում որտեղ։ Այս դեպքում, երբ որ outline-ներով ենք գնում, մեր համար ենք նախանում եւ նաեւ ինչու՞ չէ Աստված մեզ վաղում ուսրով օգտագործելու ուրիշին, որովհետեւ մենք վկայություն տանք իր խոսքի համար։ Ուրեմն այսօր 5 կետեր են, որոնց մասին պիտի անդրադառնանք։ Եվ սկսենք արդեն նյութը, որը հետևյալն է։ Առաջին նախադասությունը 1:14-ի, այսպես է սկսում. Հովհաննեսի բանտարկվելուց հետո Հիսուս Գալիլեա եկավ, քարոզում էր Աստծո ավետարանը եւ ասում. Շատ հետաքրքիր է, որ Մարկոսը բացարձակ չի խոսում։ Մի բան խոսեց, որ Հովհաննես Մկրտիչը մկրտեց Քրիստոսին, ու մի անգամից երկու նախադասություն հետո ասում Հովհաննեսի բանտարկվելուց հետո Հիսուս Գալիլեա եկավ։ Այսինքն ամբողջ մի հսկայական նյութ բաց է թողում Մարկոսը, թե ինչպես Հովհաննեսը բանտարկվեց, ինչ խնդիրներ եղան Հերովդեսի եւ Հերովդիայի հետ, ինչու էր այս ամբողջը կարևոր, ինչի Հովհաննես այսքան խիստ էր ճշմարտությունը ասելու երբեք տեղի չտվեց թագավորին։ Ես ամեն ինչը չկա, եւ սա ինքնին ընթերցողին մեկ անգամից փաստում եմ մի բան, որ ներածականի ժամանակ խոսեցի, որ Մարկոսն իր աչքի առջև ուներ արդեն ավետարան, այս դեպքում մենք հայերեն ասում են Մատթեոսը, եւ քանի որ գիտեն, որ մենք մարդիկ կարդացել ու ընթերցել են ու գիտեն այս ամբողջ պատմությունը,
ինքը չմանրամասնեց այս ամենը, այլ ուղղակի մի թեթև ակնարկ անելով սկսում են ինքը չնայած դրան 6-րդ գլխին, երբ որ Աստծո կամոք հասնենք, կտեսնենք, որ այստեղ հիշում է մահը, Հովհաննես Մկրտչյանը մասնավորեցնում է ինչ կատարվեց, ենթադրաբար նաև հայերեն ասում են այս միտքը, որ մտածել որ միգուցե Մատթեոսը շատերը Մատթեոսի գիրքը չունենան, ու դրա համար նախընտրել է, որ ինքն է մի փոքրիկ ակնարկ տա, որպեսզի այնպես չի, որ կիսատվում։ Ու ինչու է սա կարևոր։ Այսօր մեր ձեռքում մեր ամեն մեկի ստանում մի քանի աստվածաշունչ կա։ Միջին հաշվով Ամերիկայի տներում 4 աստվածաշունչ կա, միջին հաշվով այս survey արվել է։ Բայց եթե գնանք առաջի դաշտ, կհասկանանք, որ ամբողջ տարածաշրջանում, ասենք չգիտեմ, մի քանի եկեղեցիներ իրար հետ Փոքր Ասիայի, մեկ աստվածաշունչ կարող ունենային, թե չունենային, ընդհանրապես։ Եվ դրա համար ասենք կարող Ալեքսանդրիայի եկեղեցում լիներ 1 կամ 2 աստվածաշունչ, կամ Հայաստանում լիներ առաջի դարում 1 կամ 2 աստվածաշունչ։ Ու սա էլ անշուշտ ամբողջական աստվածաշունչը չէր։ Մարկոսը կարող էր առանձին լինել, Մատթեոսը առանձին, Պողոսի թուղթը առանձին, ու դրա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե ինչքան քիչ աստվածաշունչ մատյան ներկային, դեռ ամբողջականը չէր, այլ առանձին պատառիկներ, ինչքան կարևոր էր, որ այս բոլորը իմի վերվեր, որ մենք ամբողջական պատկեր ունենանք Քրիստոսի կյանքի։ Եվ այստեղ հետաքրքիր է նաև, որ այս միտքը, որ Հովհաննեսը բանտարկվեց, եւ այս բառը ինքնին, երբ որ հունարենում նայենք, պարադիդոմի, նշանակում է ոչ միայն բանտարկվել, այլ նաև եթե ոչ մատնել կամ մատնվել։ Եվ հետաքրքիր է 14-րդ գլխում, որ համարյա վերջերն ենք ասում, Մարկոսը 16 գլուխից է բաղկացած, փաստորեն մատնությամբ սկսում է եւ գրեթե մատնությամբ էլ ավարտվում է, մատնվեց Հովհաննեսը, եւ հետո այս մատնությունը պիտի նաեւ կատարվեր Հիսուս Քրիստոսին։ Հաճախ սա մեզ է նաեւ օրինակ է, որ չկարծենք, որ մենք Հովհաննեսից ավելին ենք, եթե կհիշեք, մենք խոսեցինք այս մասին Մատթեոս 11-ի մեջ, մեր Տերն ասեց կանանցից ծնվածների մեջ Հովհաննեսից ավելի մեծը չկա։ Եվ սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ նույնիսկ այս անձը ինքը մատնվեց, մեզանից յուրաքանչյուրն է կարող է մատնվել ու թերևս պիտի հենց այսպես է լինի, որտեղ մեր քրիստոնյաների մեջ այդ սխալ մտայնությունը կա ու շատ տարածված է, որ եթե ես քրիստոնյա եմ ու փորձում եմ առաքինի կյանքով ապրել, ինձ ոչինչ չի լինելու, եւ եթե լինում է մի տարօրինակ բան կա ու հանկարծ Աստծո դեմ մենք սկսում ենք այսպես կռվել կամ մեղադրել Աստծուն, որ ինչու այս ամեն լինում, չէ, սա բնական է, եթե Աստծո հետ ես, փորձությունները պիտի գան, մատնությունները պիտի գան ու պատրաստ պիտի լինենք, որովհետեւ սա իրական քրիստոնյայի կյանքն է, որը բոլորս պիտի անցնենք։ Եվ ուղղակի ուզեցի այս միտքը մեկը առաջին մասը անել, հետո երկրորդ մասը։ Երկրորդ մասն ասում է Հիսուս Գալիլեա եկավ, քարոզում էր Աստծո ավետարանը եւ ասում։ Մենք ուզում եմ հասկանալ, թե Գալիլեան ինչ է։ Մեզանից շատերը եղել են Սուրբ Երկրում եւ Գալիլեան տեսել են, Գալիլեայի ծովը տեսել են, Տիբերական ծով նաեւ որ կոչվում է, բայց պատմական ակնարկը թերևս չգիտենք, իսկ պատմությունը ինչ է, երբ որ կհիշեք հրեաների թագավորությունը 2 անգամ մասնատվեց, առաջին ասորիներն են 722-ին, Քրիստոսից առաջ 722-ին գրավեցին 10 ցեղերի տարածքը եւ իրենց ակսորեցին հրեաներին։ Հետո այդ տարածքը իրանք բնակեցրեցին հեթանոսներով։ Եվ երբ որ հետո հրեաները վերադարձան իրանց հողերը, արդեն այնտեղ շատ հեթանոսներ կային, ու ինչ եղավ, միջամուսնական խառը վիճակ, կրոնի խառնում, եւ փաստորեն դուրս եկավ, որ այս հրեաները, որոնք որ վերաբնակեցվեցին այդ նույն տարածքում, խառնվել էին իրենց մշակույթով, իրենց հավատալիքներով, հեթանոսների հետ, եւ սինկրետիկ կրոն էր ստեղծվել։ Եվ դրա համար անընդհատ փաստորեն մոտավորապես արդեն 100-ավոր 700 տարի, մոտավորապես կամ 600 տարի Երուսաղեմի հրեաները, որոնք հիմնականում ավելի մաքուր էին, անընդհատ մեղադրում էին Իսրայելի այս ավելի Գալիլեայի ժողովրդին, ասելով, որ չկա տարածված, որ այսօր էլ մի բան է լսում, արևմտահայ մեկը ասում էր շատ ցավալի է, այս հայաստանցիները այսպես են ասում, կամ հայաստանցին կարասի այս բերությունները այսպես են ասում, կամ
մյուս ասի այս պարսկահայերը այսպես են ասում, այսպես պարակտում լինի, որ ամենացավալին է, նույնիսկ Հայաստանի մեջ է, որ ապրում ենք, լեննականցի, քյավառցի, երևանցի եւ այլ եւ այլ։ Սա ամենացավալին է, որովհետեւ սա միանգամից մեր մեջ թշնամություն է մտցնում։ Ուսակրան նաև հрьяաների մեջ, մեր մոտ այդ սխալ ընկալումը կա, որ հрьяաները միշտ միասնական են եղել, այդպես չի։ Եվ հետաքրքրորեն այսօրվա մեր աղոթքը, որ մենք ընթերցում էինք, հենց սրան էր ուղղում, որովհետև պատահական չէ, որ Հիսուս պիտի որոշեր բնակվեր Գալիլեայում, որտեղ շատ հեթանոսներ կային, որտեղ հավատը խառնված էր, որտեղ խավար էր տիրում, ու այսօրվա մեր աղոթքը, որ շնորհալին ասում էր, խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ, այսօր մենք միասնաբար նոր ասեցինք, հենց սա մեջ էր բերված Եսայի 9-ից, որ ասում է խավարի մեջ նստած ժողովուրդ հենց բառացի մեծ լույս տեսավ։ Իսկ ինչի մասին էր խոսքը, Քրիստոսի մասին էր խոսքը։ Քրիստոս հատուկ գնաց Գալիլեա, այդ խավար վայրը, այդ ամենավատ վայրը, որպեսզի այնտեղից մարդկանց սկսի լուսավորել ու մաքրել։ Եվ ուզում եմ այստեղ հստակեցնել, որ հաճախ սա նաև ինչ է նշանակում մի շատ կարևոր բան, որ ոչ թե փափուկ կյանքը փորձեց, այլ ամենադժվար վիճակից սկսեց։ Եվ հрьяաների մոտ այնքան կարծրացած էր այս գալիլեացիների հանդեպ հակակրանքը, նույնիսկ ապելությունը, որ եթե կհիշեք Հովհաննես 7-ի մեջ, երբ որ Նիկոդիմոսը փորձում էր Քրիստոսի մասին բարեխոսել, ինչ եղավ պատասխան օրենսգետները, ասեցին՝ միթե դու եք Գալիլեայից ես, քննի ու տես, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս, այլ խոսքով Գալիլեան կեղտոտ վայր է, այնտեղից մարգարե դուրս չի գալու եւ Հիսուս չի կարող մարգարե լինել։ Բայց արի ու տես, որ Քրիստոս Գալիլեա բնակվում էր, բայց Գալիլեայից չէր, Քրիստոս Բեթլեհեմից էր։ Իսկ Բեթլեհեմը շատ մոտ է Երուսաղեմին, Դավթի տողից էր, Դավթի ցեղից էր։ Ուրեմն սա էր ամբողջը, որ փորձեցինք միասնաբար հասկանալ։ Եվ հենց այստեղ այս Գալիլեա գաղափարն է, որ հաճախ նաև մեր կյանքում կա, ու մեզանից յուրաքանչյուրը պիտի գիտակցի, որ թերևս ամենադժվար բանը կյանքում հենց իրապես հեթանոս կամ կիսախավար վիճակում լուսավորելու, եւ երբ որ ես համատական եմ անցկացնում մեր ազգի հետ, հասկանում եմ, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոց առաջի առաքելությունը, որ արեց ավետարանը քարոզելու, Գողթն գավառն էր, իսկ Գողթն գավառը մեր Գալիլեան էր, այլ խոսքով շատ կարծրացած եւ Աստծուց հեռացած ժողովուրդ էր, որտեղ Մեսրոպ առաջինը գնաց, փորձելով հենց այնտեղ լուսավորել Քրիստոսի ավետարանը։ Եվ հենց այստեղ է, որ շարունակությունը ասում է գնաց Գալիլեա կամ եկավ հետ գնաց Գալիլեա, որտեղ որ ապրում էր, եւ քարոզում էր Աստծո ավետարանը եւ ասում։ Ու փաստորեն հետաքրքիր է, ինչքան էլ խավարը թանձր լինի, ինչքան էլ մարդկային ներաշխարհը վատ լինի, եթե Աստծո խոսքը այնտեղ կա, ուզի թե չուզի, ժամանակի ընթացքում այն լուսավորվելու է։ Հենց սա էր Քրիստոս ուզում մեզ ուսուցանել, ու դրա համար էր նաև որ հետագայում նաև պիտի ասել։ Եվ այստեղ ուզեցի նկարը բերել Գալիլեայի, որ հետաքրքրուն Սևանին բավական նմանություն ունի, եւ իր ուսմունքը հետեւյալն էր։ Ասում է ժամանակը հասել է եւ մոտեցել է Աստծո արքայությունը, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Ժամանակի գաղափարն է նախ Քրիստոս ասում է, բազում անգամ այս մասին խոսել ենք ժամանակի մասին ու այնքան կարևոր է, որ սրբերը մեր հստակ ասում են, որ ժամանակը ամենասուղ ու ամենակարևոր բանն է, որ հաճախ մենք ուղղակի վատնում ենք։ Ու եթե հնում էր սա կատարվում, որքան առավել այսօր մեր իրականության մեջ, որ մենք ուղղակի ժամանակը վատնում ենք հեռախոսների մեջ։ Առաջին ինձնից սկսած որևէ մեկին չեմ ուզում մեղադրել։ Անիմաստ բրաուզինգ ենք անում։ Եվ դրա համար մոռանում ենք, որ Քրիստոս ամեն ինչի համար նշված ժամանակ ունի։ Այս պահին ժամանակը հասավ։ Մեր կյանքն էլ ունի ժամանակը։ Ինչքան էլ ուզենք երկարացնել մեր կյանքը ունի ժամանակ ու մեզանից յուրաքանչյուրը այդ ամենը իր կյանքի ժամանակին է հասնելու։ Ու այստեղ սա է գալիս, բայց եթե կայրոս բառը հունարեն նայենք, ոչ միայն ժամանակը նշանակում, այլ նշված ժամանակ, անգլերենով appointed time։ Այսինքն հստակ է, որ Աստծո համար կա նշված ժամանակներ։ Ինչպես մեր կյանքում, այնպես էլ մեր ընտանիքի կյանքում, մեր ազգի կյանքում եւ մարդկության կյանքում։ Եվ սա է, երբ որ ժամանակը հասավ, Աստծո արքայության ավետիսը սկսեց տրվել։ Եվ հետաքրքրորեն այստեղ այս Աստծո արքայության ավետիսը, երբ որ սկսում է տրվել, սկսում է խոսել Աստծո արքայության մասին։
Իսկ ո՞րն է Աստծո արքայությունը, այս գաղափարը շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Աստծո արքայությունը նախ որտեղ է։ Ամենակարևորը մի քանի կետ կա, որ պիտի հասկանանք, առաջինը նա է, որ Աստծո արքայությունը այնտեղ է, որտեղ արքան է։ Իսկ մեր համար արքան Քրիստոսն է։ Ուրեմն որտեղ որ Քրիստոս է, այնտեղ էլ Աստծո արքայությունը։ Դրանից բացի Աստծո արքայությունը նաև մեր մեջ է, ինչպես որ Տերն էր ասում, թե երկնքի արքայությունը ձեր մեջ է, որ նորից շատ կարևոր է որ մենք հասկանանք, այսինքն միայն արտաքինը չի, այլ նաև ներքինն է։ Իսկ Հռոմեացիս 14-ի մեջ Սուրբ Պողոս առաքյալը հետաքրքիր մի միտք է ասում Աստծո արքայության մասին, որ ասում է, որովհետև Աստծո արքայությունը ուտելիք եւ ըմպելիք չէ, այլ արդարություն եւ խաղաղություն եւ խնդություն Սուրբ Հոգով։ Ուրեմն հետաքրքիր այն անձը, որ իր կյանքում իր ներաշխարհում ունի արդարություն եւ ունի խաղաղություն եւ ունի ուրախություն Սուրբ Հոգով, ինքնին արդեն իսկ Աստծո արքայության մեջ հավնակվում, Աստծո արքայության նախաճաշակն ունի։ Աստծո արքայության մի բանը, որ մենք մշտապես ամեն օր խնդրում ենք։ Այսօր առաջի աղոթքը, որ արեցինք, հայրերն էր։ Եվ հայրերի մեջ գիտակցաբար հուսամ, երբեմն անգիտակցաբար ասացին եկեսցի արքայությունը քո, թող քո արքայությունը գա։ Իրապես որ յուրաքանչյուր քրիստոնյա խնդրում է Աստծո արքայության գալուստը, որովհետև մենք բոլորս հենց սրան ենք կոչված, որպեսզի Աստծո արքայությունը գա եւ մեր աշխարհի մեջ, եւ մեր անձի մեջ։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, որ Քրիստոս գաղտնիքն է տալիս Աստծո արքայության ժառանգության։ Առաջինը ապաշխարությունն էր, երկրորդը հավատալ ավետարանին։ Եվ մենք նախորդ անգամ խոսեցինք ապաշխարության մասին, մետանոյայի մասին, որ մտքի փոփոխություն է կոչվում։ Մեզանից յուրաքանչյուրը պիտի սա գիտակցի, որովհետև եթե մենք նույն ընթացքով ենք շարունակում մեր կյանքը եւ ապաշխարություն իրականում չենք անում կամ չենք ապրում ապաշխարություն, մենք խորքի մեջ ոչինչ չենք փոխում մեր կյանքում։ Մենք հստակ պիտի մեր կյանքում փոփոխություն տեսնենք։ Ես թվում է երևի բոլորս էլ գիտակցում են, որ չկա մեկը, որ իրապես կատարյալ իրակա եւ ոչ մի բան շտկել իր մոտ պետք չի։ Բոլորս էլ շտկելու կարիք ունենք եւ հենց այս բարականը, եթե կհիշեք, հարթեցեք ճանապարհը, երբ որ նախորդ անգամ խոսեցինք, ասեցինք, որ ճանապարհը երկու ձև է հարթում։ Երբեմն փոսեր կան, որ պետք է լցվեն, եւ երբեմն ուրեմն բարձրավանդակներ կան կամ այսպես քարեր կան, որոնք պետք է հարթեցվեն։ Եվ մեր կյանքում էլ կամ ավելորդություններ կան, եւ պակասներ կան, երբեմն երկուսն էլ կա, ու բոլորը մենք միասնաբար պիտի փորձենք հարթեցնել։ Այդ հարթեցումը սկսում է կատարվել ապաշխարությամբ։ Իսկ ապաշխարությունը մեզ տանում է հավատալու։ Հավատալու ոչ թե այլ բաների, տարբեր բաների, այլ հավատալու հենց ավետարանին։ Շատություն դարձեք, երբ որ Հովհաննեսն էր այս մասին խոսում, Հովհաննեսը ապաշխարության իրապես կոչ արեց, բայց երբեք չասեք հավատացեք ավետարանին, որովհետև ավետարանը դեռ չէր եկել, Աստծո բարի լուրը, Եվանգելիոնը դեռ չէր եկել, եկավ Քրիստոսով, ու դրա համար Քրիստոս հավելեց մեկ բառ, հավատացեք ավետարանին։ Ինչ է ուզում սրանով ասել։ Փաստորեն հինը վերջացավ ու նորը սկսեց։ Եվ այստեղ դա համար է, որ մենք ասում ենք, որ հին ուխտը եւ նոր ուխտը այստեղ են բաժանվում, Հովհաննեսով են բաժանվում, եւ հավատի գործերը եկան փոխարինելու օրենքի գործերին։ Սա շատ կարևոր կոնցեպտ է, որ ուզում եմ հասկանանք։ Հոգականությունը միշտ որս այս կոնցեպտը չի գիտակցել, ավետարանական ուսմունքը այս կոնցեպտը չի գիտակցել։ Հետաքրքրորեն առաջին Թեսաղոնիկեցիս 1:3-ի մեջ Պողոս առաքյալը այս միտքն է ասում եւ հենց բառն է հիշում եմ ձեր հավատի գործերը։ Հավատի գործ։ Իսկ մեկ այդտեղ երկու տեղ, որոնք շատ տարածված են հոգականության մեջ, Հռոմեացիս 3:20 կամ Գաղատացիս 2:16, խոսում է օրենքի գործերի մասին ու ասում օրենքի գործերը պետք չեն, պետք է հավատը։ Բայց հաճախ մենք չենք անդրադառնում, որ օրենքի գործը, ասում ենք գործ, չէ, գործը չի, օրենքի գործն, այսինքն հին տտակարանյան գործերն են, թմպատությունն է, շաբաթը պահելն է, որ Քրիստոսով այլևս կարևոր չի, այլ Քրիստոսով կարևոր է հավատի գործերը, ու ինչպես ենք սա սկսում ապաշխարությամբ, ու հաճախ ապաշխարությունը արդյունքներով է լինում։ Ու դրա համար հետաքրքիր այս միտքը կա, արդյունքով սկսում ես ճանապարհը դեպի փրկություն։ Եվ իրապես եթե ուշադրություն դարձնենք, ամբողջ ավետարանը հենց սրա մասին է, արդյունքով լվացում, փոփոխություն եւ դեպի փրկություն գնացող
ճանապարհում։ Հենց սա էր, որ Քրիստոս առաջի իսկ պատգամը սրա մասին էր խոսում։ Եվ հետաքրքիր է այդ ընդհանուրի քարոզելուց հետո, ընդհանուր մեսիջը պատգամը տալուց հետո Քրիստոս սկսում ավելի կոնկրետ քայլ կատարել։ Ու մեր կյանքում էլ այդպես։ Մենք կարող ենք հիմա օրինակ, հիմա այստեղ ունենք բավական ժողովուրդ ու ընդհանուր խոսք է խոսում։ Բայց ձեզանից շատերը հետո գրադարան են գալիս ու սկսում ենք առանձին խոսել շաբաթվա ընթացքում։ Նույնը արեց Քրիստոս։ Ընդհանուր պատգամ կա, ամեն մեկը ինչ որ վերցրեց։ Բայց առանձին կոնկրետ մարդկանց ընտրեց, որոնք պիտի լինեին իր հաջորդները, իր շարունակողները, իր առաքելության շարունակողները։ Ու դրա համար էր ասում, երբ որ ասում էր Գալիլեայի ծովեզրով, տեսավ Սիմոնին և նրա եղբայր Անդրեասին, որոնք բուրկաները ծովն էին գցել, որովհետև ձկնորսներ են։ Հետաքրքիր է, շատ հայրերը, եթե ուշադրություն դարձրեցիք, ձկնորսների մասին շատ են խոսում, ընդհանրապես ձկնորս գաղափարը 5 տակարանում արդեն կա, Երեմիայի մեջ և Եսայի մեջ, որ Աստված ասում էր, պիտի ձկնորսներ ուղարկեն։ Եվ հետաքրքիր է այս պարագան, որովհետև ձկնորս ինքը յուրահատուկ կերպար է։ Ավետարանի մեջ երկու ձևի մարդ կա։ Քրիստոս երկու ձևի մարդկանց մասին խոսեց։ Ու ես այս մասին շատ եմ ասել, բայց նոր մարդիկ ունենք, ուզում եմ նորից այս մասին խոսել։ Ձկնորս և հովիվ։ Այսինքն որսորդ կամ հովիվ։ Այսօր մեր եկեղեցին հանճարեղորեն այս որոշումը, այս տարանջատումը կատարել է դարեր շարունակ։ Հովիվը քահանան է, ծուխի հովիվը, իսկ որսորդը վարդապետը։ Ինչ է իրենց տարբերությունը։ Հովիվը մեկն է, որին հանձնված է մի ծուխ, որ ինքը պետք է հովի, որ գայլը չգա ու չգողանա։ Որտեղ եթե ուշանի հովիվ չի, եթե սրտանց չի ծառայում իր հոտին, չի կարևորում իր հոտը, գայլը կգա ու կգողանա, ու այս միտքը Հովհաննես 10-ի մեջ մենք տեսնում ենք, երբ որ Քրիստոս ասեց, եթե վարձկան եք ու իրական հովիվ չեք, տալու ալ գայլը գողանա, բայց եթե իրական հովիվ եք, ձեր կյանքն եք տալու ձեր հոտի համար։ Սա իրական հովի կերպարն է, որ Քրիստոս ինքն իրեն կոչեց։ Բայց նաև որսորդը կա, որ ինքը որս կատարեց։ Հիմա երբ որ Քրիստոս 4-ին ընտրում է, որսում է իրանց, որ հետո իրենք էլ գնան որսեն։ Ու ինչ է որսորդի առավելությունը հովից։ Ավելի լուրջ գիտելիք, ավելի լուրջ հմտություն, որովհետև ինքը պիտի գնա միտեղ, որին ծանոթ չի, պատկերացնենք ծով, ոչ գիտես ժամանակը, ոչ գիտես տեղը, ոչ գիտես վայրը, որտեղից պիտի որսաս։ Ընդհանուր պատկերացում կա, որում ինչքան հմուտ պիտի լինես, որ պատրաստ լինես և ժամանակին, և վայրին, և նաև տեղանքին։ Բացի դրանից, դու մեկն ես, որը որ ամեն ինչ անում է իրեն անընդհատ կատարելագործելու համար, ու դրա համար մեր վարդապետները հրաշք են գործել ազգի պատմության մեջ, որտեղ իրենք կատարյալ ուսուցիչներ են եղել, այնքան ինչքան որ մարդը կարող է լինել կատարյալ։ Ու դրա համար եթե ունենք նարեկացիներ ու շնորհալիներ ու թատրվածներ, որոնց միայն անունները ցավոք գիտենք, ու իրենց այս արժեքը հաճախ երբեմն տեսնում, երբեմն չենք տեսնում, բայց իրենց արժեքը նա, որ իրենք ամբողջությամբ տրվեցին Քրիստոսին և դարձան իրական որսորդներ, որոնց այսօրվա դեռ նույնիսկ այսօր իրենց որսը կատարում են մեր բոլորի համար։ Ու հետաքրքիր է, երբ որ Գործք 6-ի մեջ ենք ընթերցում, տեսնում ենք, որ առաքյալները նախընտրում էին լինել որսորդ, քան հովիվ։ Եվ դրա համար այստեղ Գործք 6-ի ես մեջբերում եմ անում, որ ասում եմ, առաքյալներն են ասում, մեզ հաճելի չի թողնել Աստծո խոսքի քարոզությունը և սեղաններ սպասարկել, եղբայրներ, ընտրեցեք ձեր միջից բարի համբավ ունեցող 7 մարդու, որոնք կնշանակենք այդ ծառայության համար, և գիտենք, որ 7 սարքավորք ընտրվեցին։ Ինչի էին նախընտրում, Գործք նջալուց Acts-ն է, երբեմն նորեկողները, որ հայրենի խնդիր ունեն, այս անունները լավ չեն անդրադառնում, երբեմն նաև անգլերեն կասեմ։ Ինչի առաքյալները նախընտրեցին որսը, ոչ թե հովությունը, որովհետև աշխարհի մեծամասնությունը Քրիստոսի ավետարանին ծանոթ չէր։ Հիմա ինձ թվում է շատ բան չի փոխվել, եթե աշխարհում մոտավորապես 8 միլիարդ մարդ կա, լավագույն դեպքում ասում ենք 2 միլիարդ քրիստոնյա կա։ Այսինքն ընդամենը 1/3-ը կամ լինի թե չլինի։ Եվս 6 միլիարդ մարդ քրիստոնյա չի։ Ուրեմն ինչ է լինի պարագան, որսորդի գործը ավելի պահանջված է, քան հովի գործը։ Ես այստեղ չեմ ուզում հովին ցածրացնել, որովհետև իրական հովիվը հրաշք է գործում։
Մեր իմ կարծիքով, սա իմ անձնական տեսանկյունը, ինչի ենք մենք թույլատրել ու այսքան աղանները ներթափանցեցին, այսքան գողացան մեր ժողովրդի մեզանից, 100,000-ներով գողացան, որովհետև մենք միայն հովիվ մնացինք ու որսով չկա այլևս, որ հետ բերի, որ գնա ու ասի գիտես ինչ, հեռացել ես, հիմա քեզ հետ է վերադարձ։ Հիմա նոր սկսում ենք այդ որսովները, այսինքն վարդապետներն են քչացել, իրական վարդապետները, որոնք կկատարեն այն գործ, ինչ որ իրենք ժամանակին արել են։ Եվ այստեղ հետաքրքիր է նաև այս ուրկան գցելու գաղափարը, այսինքն ցանց, նետ գցելու գաղափարը, որը որ ինչ է ասում, ինչ է լինի բարական որևէ որսորդ կամ ձկնորս ինքը միայն Աստծո ողորմությանն ապավինի, որտեղ երբ որ այդ քո ցանցը գցում ես, անշուշտ պիտի ամեն ինչ անես, որ ցանցը լավը լինի։ Որտեղ եթե ցանցը պատրված եղավ, անիմաստ է լինելու, հիմա պիտի տեսնենք Հակոբոսն ու Հովհաննեսը հենց սա են արելու, ցանցերը նորից նորոգում են, որ գցելուց ձուկը գա։ Բայց ցանց պատրաստելը մի բան է, գցել միտեղ ու սպասել Աստծո որսին, մեկ այլ բան, միևնույն Աստված ինքն է, որ տրամադրում է, ու դրա համար եթե ուշադրություն կդարձնենք, մենք պիտի տեսնենք, որ Ղուկաս 5-ում, հիմա այս մասին եմ խոսելու, մի պարագա է ասում, որ Մարկոսը նորից բացատրում, թե ինչպես այս 4-ը եկան դեպի Քրիստոս, որովհետև կհիշեք ինչ էր անում, մի ամբողջ գիշեր ասում ենք որսացել ենք, բան չենք որսացել, ու այդ բանը Քրիստոս ասում է գնացեք ու նորից գցեք։ Ու Քրիստոսի խոսքին չեն բանանում, չեն ուզում լեղացնել, գնում են ու այնքան ձկներ են բռնում, որ երկու նավով հազիվ կարողանում են այդ ամբողջ ձուկը բերել ներս։ Ու այս հրաշքն է, որ միայն Ղուկասի ավետարանում ենք մենք տեսնում, ու Մարկոս այս մասին չի խոսում։ Եվ հետաքրքիր է Քրիստոսի բառերը, որ այնքան կարևոր են 17-ի մեջ, երբ որ ասում է եւ Հիսուս նրանց ասաց. իմ հետևից եկեք եւ ես ձեզ կդարձնեմ մարդկանց որսորդներ։ Հետաքրքիր է, արևելահայերում եւ անգամ գրաբարում մարդկանց որսորդներ է գրված, բայց հունարեն բառը կոնկրետ մարդկանց ձկնորս, այսինքն ձկնորսը մնում է ձկնորս։ Եվ այստեղ հետաքրքիր նախ եւ առաջ ամենակարևոր բան, իմ հետևից եկեք։ Իբրև քրիստոնյա հաճախ մենք ոչ թե Աստծո հետևից ենք գնում, ոչ թե Քրիստոսի հետևից ենք գնում, այլ գնում ենք եւ ենթադրում ենք, որ Քրիստոս մեր հետևից է գալիս։ Որովհետև եթե ես ապրում եմ այնպես, ինչպես որ ուզում եմ, ու ասում եմ մեկը Տերը ինքը ներող է ու սիրող է, ինքը իմ հետ է, նշանակում երբ որ ասում եմ ինքը իմ հետ է, ես ենթադրում եմ ես արջերից եմ գնում, ինքը իմ հետ է։ Իմ կյանքը ապրում եմ այնպես, ինչպես ուզում եմ, որտեղ գիտեմ, որ Քրիստոս իմ հետ է։ Բայց եթե ես հասկանում եմ, որ ես իմ կյանքը չեմ կարող ապրել այնպես, ինչպես ուզում եմ, այլ պիտի ապրեմ այնպես, որ ինչպես ինքն է ուզում, այդ ժամանակ ես ինձ տեսնում եմ իբրև հետևորդ։ Հայերից մեջ շատ քիչ են հետևորդները, մենք բոլորս ուզում ենք ղեկավար լինենք, մենք բոլորս ուզում ենք առաջնորդ լինենք։ Քրիստոնյայի կերպարը նախ եւ առաջ հետևորդ լինելն է։ Ով ուզում ես եղի, ամենայն հայոց կաթողիկոսից սկսած մինչեւ ամենահամեստ սպասավորն ու հավատացյալը հետևորդ ես Քրիստոսին։ Պիտի հասկանաս, որ դու հետևում ես Քրիստոսին, քո առջև պիտի լինի Քրիստոս, քո առջև պիտի լինի Քրիստոսի ավետարանը, որին դու պիտի հետևես։ Ու սա ինքնին արդեն այլաբանություն է, մի բան, որ ես ասեցի, ու հակառակական ներկայիս literally, այսինքն այս տառապաշտության մոտեցման, literally approach այսօրվա բողոքականյան սուրբգրային մեթոդն է, որ ամեն ինչ ուղիղ են հասկանում, ինչ որ կա, ուղիղ են հասկանում։ Մի բան, որ Աստվածաշունչը երբեք այդպես չի եղել, եւ ուղիղը կա, եւ ալեգորիան կա, խորքայինը կա։ Եվ այս դեպքում, երբ որ Քրիստոս աշակերտներին ասում էր, ձեզ պիտի դարձնեմ մարդկանց ձկնորսներ, հստակ է, որ աշակերտները չպատկերացրեցին, որ գնալու են ծով ու մարդ են որսանում ծովի մեջից։ Այսինքն ալեգորիա, այսինքն խորք է։ Մի բանը, որ շատ պարզ էր առաջի դարի քրիստոնյաների համար, բայց ցավոք սրտի 21-րդ դարի քրիստոնյաների համար այդքան էլ այսօր պարզ չի։ Ու հետաքրքրորեն առաջի որսը, որ առաքյալները արեցին, մարդկանց որսը, հոգի գարուստի օրն էր, որ շուտով է լինելու։ Եվ 3000 հոգի որսացին։ Եվ 3000 հոգին որսացին Պետրոսի իսկ շնորհիվ, նաև Պետրոսի քարոզության շնորհիվ, ու Պետրոս այն մարդն է, որին, եթե ուշադրություն դարձնեք, համաձայն Մարկոսի առաջինը Քրիստոս ընտրեց։ Եվ նա այս շատ հետաքրքիր է։ Եվ այստեղ ամենավերջին միտքը, որ դրել եմ հետևյալն է, լավ, այս մարդիկ ինչ առավելություն ունեին, որ Քրիստոս իրանց ընտրեց։ Չէ՞ որ այս մարդիկ վաղը մյուսով պարզ ձկնորսներ չեն, դառնալու են աշխարհի ուսուցիչները։
Առաքյալները աշխարհի ուսուցիչներն են, ամբողջ մարդկության ուսուցիչներն են։ Ու բնականաբար մեզանից յուրաքանչյուրը, երբ որ ինչ-որ մեկին ընտրում է, որ ուսուցանի կամ իր խոսքը տարածի, նայում է, որ այս մարդը խելացի լինի, չգիտեմ, որոշակի շնորհներով զարդարված լինի եւ այլ։ Բայց այս դեպքում Քրիստոս այդ ուսյալի հետևից չգնաց, այդ պաշտոնյայի հետևից չգնաց, այդ չգիտեմ, թագավորական ընտանիքի հետևից չգնաց, գնաց պարզ գյուղի ինչ-որ մի ձկնորսների հետևից։ Ինչու՞, որովհետև յուրաքանչյուրի շնորհը բավարար է։ Ու սա այնքան կարևոր է, որ մեկը ինձ նման մեկին, որ ինձ երբեք էլ շատ մի բանի տեղ չեմ դրել, միջին կարողություն ունեցող մարդ կամ միջինից ցածր կարողություն ունեցող մարդ կարող է Աստծով կատարի մի գործ, որ իրենից շատ ավելի մեծ ու բարձր է։ Դրա համար երբեմն մեզ մենք թվում է, թե այդ մարդիկ, ովքեր որ սրբերը որ եղան, չգիտեմ, իրանք բացառիկ էին, իրանք բացառիկ դարձան, որովհետև Աստծո հետ էին։ Առաքյալները բացառիկ, ձկնորսները բացառիկ դարձան, որովհետև Քրիստոսի շնորհով գնացին առաջ։ Ու սա համար նաև իմ նման մեկին սա հույս է տալիս, որ պարտադիր չի, որ դու մի քանի, չգիտեմ, դիպլոմ ունենաս, PhD-ներ ունենաս, որ այսօր աշխարհը դա է քարոզում, որպեսզի առաքյալը դառնաս Քրիստոսին։ Ամենակարևորը Քրիստոսին հավատալն ու հետևելն է, մի բան, որ կատարեցին առաքյալները։ Ու սա շատ կարևոր է, որ գիտակցենք։ Եվ հետաքրքիր այս միտքն է, որ եւ իսկույն ասմավորկանները, այսինքն ցանցերը թողեցին եւ գնացին նրա հետևից։ Ընդհանուր առմամբ, այս ամբողջ նյութի մեջ, որ 14-ից 28-ն ենք, ընդհանուր այսքան բարբերությունը 4 անգամ Մարկոսը իսկույն բառն է օգտագործում։ Իսկույն։ Իսկ ընդհանուր առաջի գլխի մեջ 9 անգամ իսկույն բառն է օգտագործում։ Տեղին երբեմն նաև անտեղին իսկույնն եք տեսնում։ Հետաքրքիր է ինչու, դրա համար մեկնիշները հստակ տեսնում են, որ Մարկոսի մոտ հետաձգել չկա։ Նախորդ անգամ էլ այս մասին խոսեցինք։ Քրիստոնյաներս շատ ենք սիրում ամեն ինչ հետաձգել, հայերս առավել ևս, procrastination անգլերեն։ Դա վաղը կանեն, դե այսօր մի հատ, չգիտեմ, իմ հարազատներից, այսօր անջև է գալիս հարմար չի, կամ քամի է, կամ շոկ է, կամ էսա, կամ ենա, կամ ոտս ցավում է, կամ այսօր մի քիչ լավ չեմ զգում, չկա այդ Քրիստոսի ուսուցման մեջ, Քրիստոսի օրինակի մեջ, իսկույն այսօր նախոն է, արա ամեն ինչ, օրինակի համար, այսօր լավ չեմ, 2 օր առողջական հարց ունեմ, կարող ասեմ ինքս ինձ համոզեմ, այսօր չեմ անում, մյուս շաբաթ լավ կլինեմ, ավելի լավ կխոսեմ, չկա նման բան, մյուս շաբաթն իմը չի, այսօր ունեմ դեղը խմի խոսիր, նույնը պարագանը նաև բոլորիս հետ, ու դրա համար է Մարկոսը ուզում, որ բոլորս գիտակցեն, որ ամեն ինչ իսկույնով է լինում, այս պահին է լինում, որ պիտի լինի ու մանավանդ այս դեպքում Աստծուն հետևելու գաղափարը։ Եվ դրա համար սա միակ դեպքը չէ, եթե ուշադրություն դարձնեք, երրորդ թագավորաց անգլերենով First Kings 19-ի մեջ, երբ որ Եղիան Եղիսեին կանչեց, Եղիսեն իսկույն թողեց ամեն ինչ ու նորից հետևեց Քրիստոսի, այս դեպքում Եղիային։ Այսինքն սա շատ կարևորն է, բայց եթե սրա խորքը նայենք, նաև շատ կարևոր մի հարց կա, որ պիտի թողնես անցյալդ։ Պիտի թողնես այն կյանքն ու այն արժեքները, որոնք քեզ խանգարում են Քրիստոսին հետևելու համար։ Եվ հետաքրքիր է, պատրաստ ես դա անել, թե չէ։ Թե անընդհատ հետաձգում ես, թե տեսնում ես Աստծո գործը, տեսնում ես քարսությունը, բայց անընդհատ հետաձգում ես։ Հետաքրքիր է նաև շատ մի կարևոր բան, իրենք թողեցին իրանց գործը։ Եվ չասացին, բա ինչպես պիտի ապրենք։ Ես այդ հարցը շատ եմ ինձ տալիս, լավ գործս թողնեմ, Աստծո առաքելությունը փորձեմ ավելիով կատարել, բա ինչպես եմ ապրել, բա ինչպես եմ ընտանիքս պահելու։ Մարդիկ էլ ունեին ընտանիք։ Պետրոսը ընտանիք ուներ, կին ուներ, հիմա այս մասին պիտի խոսենք, որտեղ Զոքանչի հիվանդ էր, հենց շարունակությունն է, ու պիտի գնար, որ Զոքանչի Պետրոսի բժշկեր, բայց երբեք չասեց ինչպես պիտի ապրել, որովհետև այդ հավատքով էր շարժվում, ու հաճախ ես իմ օրինակը վերեմ, հաճախ իմ հավատքը այդքան զորեղ չի, որ ես առաքյալի նման թողնեմ իսկույն ու գնամ առաջ։ Դրանից բացի հետաքրքիր է, որ չնայած որ Պետրոսը թողեց իր ամբողջ համակարգ ու աշխատանքը, բայց Պետրոսը չթողեց իր կնոջը։ Կնոջ հետ էր։ Եվ մենք վկայություն ունենք հայրերից, որ իրենք կնոջ հետ էին քարոզում։
Եվ այս օրինակը նաև Աբրահամին է հիշեցնում, երբ որ Աբրահամը թողեց իր հայրական տունը, թողեց իր ամբողջ ինչ որ ուներ ու գնաց Աստծո ասած ճանապարհով ու անգամ չգիտեր ուր է գնում, բայց Քնոջը հետը տարավ։ Որովհետև այս դեպքում այր եւ կին մեկ մարմին են համաձայն մեր ուսմունքի, համաձայն մեր հավատի եւ ինչը լինի բարական, Աստված երբեք չի ցանկանում, որ անգամ իր առաքելությունը կատարելու համար, որ ամենաբարձր առաքելությունն է, բաժանում տեղի ունենա, բայց մենք հաճախ ամենափոքր բանից բաժանում ենք իրարից ու սա շատ ցավալի է մանավանդ այսօրվա մեր իրականության մեջ։ Բայց նաև այստեղ ինչպես որ ասացի, Լուկաս 5-ի այս հրաշալի ձգնորսությունը կար, որը մեզ օգնում է ինչ որ չափով հասկանալ, թե ինչու առաքյալները իսկույն թողեցին, որովհետև տեսան Քրիստոսի կատարածը, որ սովորական բան չէ, իրենք ամբողջ կյանքները ձգնորս էին եղել, անգամ իրանց հայրն էր ձգնորս, սերունդներով ձգնորս են, դա իրենց մասնագիտությունն է, բայց այն ինչ որ Քրիստոսը արեց այդ ձգների բռնելը, որսը, ավելին էր, քան երբևէ իրենց կյանքում տեսել են, դրա համար հասկացան, որ սա մի այլ բան է եւ եթե ուշադրություն դարձնեք Պետրոս այնքան արվում է հրաշքոր, ասում է Տեր, ես մեղավոր մարդ եմ, ինձ հեռու գնա, դու ուրիշ մարդ ես լավ։ Այսինքն սա շատ կարևոր է ու նաեւ շատ մի կարևոր հանգամանք կա, որ վերջում եմ դրել, որ Քրիստոսի ուղիղ խոսքը շատ ազդու է։ Եթե թույլ ենք տալիս, որ Քրիստոս ուղիղ խոսի մեր հետ, ինքը շատ ազդու է։ Այն ժամանակ բանավոր խոսքներ Քրիստոսի շատ ազդում էր կյանքում։ Այսօր մենք բանավոր խոսքը չունենք, ունենք գրավոր խոսքը Տիրոջ։ Ու նորից շատ ազդու է, եթե թույլ ենք տալիս, որ Ավետարանը մեր կյանքում խոսի։ Եվ սա շատ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուր իրապես առիթը տա, որ Տերը մեր կյանքում խոսի։ Ես երկուսին գտնելուց հետո գնում եմ մյուս երկուսին, այստեղից մի քիչ առաջ գնալով տեսա Զեբեդեոսի որդի Հակոբոսին եւ նրա եղբայր Հովհաննեսին, սրանց հետ տեսավ իրենց նավակի մեջ, ինչ ուրկաններն էին կարգի բերում։ Այստեղ ես մասին խոսեցի, ակնարկեցի մի քիչ էլ ասեմ։ Ուրկանները կարգի բերել նշանակում է պատրաստվել նոր որսի համար։ Եվ հետաքրքիր է, եւ ունենալ ինչ-որ ծրագիր, ունենք ծրագիր ու կատարում ենք, ու այդ բոլորը իջիկ են դառնում, վերանում են Քրիստոսի խոսքով, որ այդ բոլոր ծրագրերը ինչ-որ ունես, չգիտեմ, բազում ծրագրեր մեզանից յուրաքանչյուրում ենք, թող ու արի հետևից։ Սա լուրջ, իրապես լուրջ զոհողություն է։ Եվ չգիտեմ, մեզանից քանիսն են պատրաստ դա անելու, բայց մի բան հստակ է, որ քրիստոնեությունը 2000 տարեկան է եւ չկա մեկը, այսինքն միլիարդների մեջ 2000 տարի միլիարդավոր մարդիկ են, որ Քրիստոսի հետևից գնա ու զղջա։ Սա շատ չկա մեկը, որ դա ասած լինի։ Բայց այստեղ իրապես այս հավատքի հարցն է։ Եվ նաև այստեղ ուզեցի մեկ այլ միտք էլ բերել, որ պատահական չի, որ Քրիստոս երկու եղբայր է ընտրում սկզբից, համաձայն Մարկոսի, որովհետև այս եւ անընդհատ ասում է եղբայր, այս բառերը շատ օգտագործում, որը բանալի բառ է ևս այստեղ, որովհետև եթե ուշադրություն դարձրեցիք, Քրիստոս նաև ի վերջո տանելու է հոգևոր եղբայրությամբ։ Այս երկուսը դարձան 4 եղբայր, հետո դառնալու են 12 եղբայր, ու հետո եկեղեցին է կառուցվելու, ու մենք բոլորս դառնալու ենք քույր եղբայր, հենց այն իրական իմաստով, ինչ որ Քրիստոս ասում է՝ ի Քրիստոս, քույր եւ եղբայր։ Ու սա է մեզանից շատ այդ կարևոր միտքը, որ մենք հաճախ մոռանում ենք։ Մենք չգիտեմ ինչքան է եղել կամ եղել է երբեք, որ քրիստոնյային տեսնեմ ու ասեմ սա իմ հարազատն է։ Սա իմ հարազատն է։ Այսօր գրադարանում 3 հատ օծված խաչքար ունենք եւ երբ որ մտնում ես գրադարան, մյուրոնի հոտը բուրում է, ամբողջ գրադարանը մյուրոնի հոտով է լցված, հրաշք բույր է դա։ Եվ մյուրոն ինքնին Աստծո սրբության ու նաեւ հոգեվոր եղբայրության խորհրդանիշն է։ Մեր բոլորիս վրա նույն մյուրոնն է, առաջի տարից սկսած։ Միշտ մի փոքր մաս պահում ենք նոր մյուրոնը ետնելուց։ Եվ արդյոք մենք գիտակցում ենք, որ մյուրոնով մենք եղբայր ու քույր ենք, երբ որ հայ առաքելական եկեղեցու զավակ ենք մեզ խաղում։ Սա է այդ իրականությունը, մեզանից յուրաքանչյուրը կոչված է դառնում։ Քրիստոս սա է ցույց տալիս, եղբայրներին բերեց, որպեսզի ավելի մեծ եղբայրություն մեզ ցույց տա։ Մի բան, որ մեզանից յուրաքանչյուրը վստահ ուզում է։ Մեզանից յուրաքանչյուրը ուզում է տեսնել, բայց այստեղ շատ կարևոր մի բան կա, որ բաց թողեցի կանաչով է գրել Տիրոջ ներկայությունը։ Այո, Քրիստոս զոհողություն է պահանջում։
Եվ առաջի բանը, որ Քրիստոս ասեց, զոհողություն պահանջեց, թող ու արի։ Հաճախ մենք չենք ուզում այս զոհողությունը տեսնել, բայց պահանջեց։ Բայց մենակ զոհողություն չի պահանջում Քրիստոս, այլ նաև վարձատրություն, reward-ը ունի։ Գիտեք որն էր մեծագույն reward-ը այս դեպքում առաքյալների։ The presence of the Lord, Քրիստոսի ներկայությունը։ Երբ որ դու ունես Տիրոջ ներկայությունը քո կյանքում, շոշափելի ներկայությունը քո կյանքում, մնացածը երկրորդական են դառնում։ Այս մարդիկ նախընտրեցին, իրանք իմաստուն էին, իրենք փաստորեն փորձեցին ինչ անել, իրենք թողեցին աշխարհայինը, բայց ձեռք բերեցին Տիրոջ ներկայությունը իրենց կյանքում։ Ու սա այն է, ինչ որ մեզանից յուրաքանչյուրն է կոչված անելու։ Եվ 29 հասանք, երբ որ ասում է, եւ կանչեց նրանց, եւ նրանք իսկույն նավակի մեջ թողնելով իրենց հորը Զեբեդեոսին, վարձքան ձկնորսների հետ միասին գնացին նրա հետևից։ Շատ կարևոր է, որ հորը թողնել գաղափար այստեղ ավետարանիչը շեշտում է։ Եվ իրապես հորը թողնել շատ դժվար բան է։ Մեզանից յուրաքանչյուրի համար։ Ծնողին թողնել մեկը, որ քեզ ծնունդ է տվել ու քեզի վերջո հասցրել է այս հասակին, որտեղ դու կաս, ու այս դեպքում կարծես թե Քրիստոս նաև սա է ուզում, եւ սա դժվար ընտրություն է, որ մեզանից յուրաքանչյուրը կարող են կանել։ Բայց ինչու է այս ընտրությունը կարևոր, ու այստեղ մեզանից յուրաքանչյուրը Մատթեոս 10-ի մեջ կարա պատասխանը գտնի, երբ որ Քրիստոս ասաց, ով իր հորը եւ կամ մորը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չի։ Ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չի։ Եվ ով իր խաչը չի վերցնում եւ իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ։ Այսինքն երբեք Տերը չասեց, որ դու մորդ մի սիրիր, բայց ինձանից ավելի մի սիրիր, որովհետեւ խորքի մեջ ես եմ քո իրական հայրը եւ քո ծնողի հայրն եմ ես։ Եվ սա շատ կարևոր է որ հասկանանք, որովհետեւ եթե ես Քրիստոսին առաջի տեղը դնեմ, Աստծուն առաջի տեղը դնեմ, ես իմ ծնողին ավելի շատ կսիրեմ։ Եվ հաճախ սա է այդ գաղափարը, որ մենք մոռանում ենք հասկանալ։ Ուրեմն այստեղ է պարագը, ինչքանով եմ ես պատրաստ Քրիստոսին ավելի սիրել, քան իմ անմիջական հարազատին։ Եթե ես պատրաստ եմ դա անել, ուրեմն իմ կյանքը ճիշտ ընթացքի մեջ կգնա։ Եվ սա ամենակարևոր հանգամանքն է։ Մանավանդ, երբ որ լինում են դեպքեր, երբ որ քո ծնողը կամ քո հարազատը խանգարում է հավատի կյանքի մեջ քեզ, ու շատ հաճախ է լինում։ Ինքան կանայք կա, որ մոտենում ու ասում են ամուսինս չի թողնում կամ բայց ստադի հայ կներես կամ այսինքն կրելից խուսափելու համար երեխեքը սխալ են հասկանում, եղել է որ մոտեցել երեխեքը սխալ հասկանում։ Այսինքն ինչ է դուրս գալիս, ցավոք սրտի, երբեմն ինչ-որ ավետարաններ ասում, մեր անմիջական հարազատները կարող մեզ դեմ կանգնեն Աստծո հետ մեր շփումին, մեր մեծմանը, բայց դեպքում ընտրություն կա, կամ Աստծո հետ ենք, կամ իրանց հետ, բայց իրենք շատ բան չեն կարող առաջարկել, նույն կենցաղն են առաջարկում։ Ինչ շատ հարազատ մարդ կա, ծաղկազարդի օրը, եւ նոր էին ամուսնացել իրենք, 1-2 ամսվա զույգեր են, զանգեցի եւ ասի ինչ եղավ ծաղկազարդին, դե չէ՞ որ երիտասարդ երեխաների օրն է, բայց ինչի՞ չէ, նաեւ նորապսակներ, որտեղ իրենք են ուզում, բոլորս էլ նորապսակ ուզում են երեխա ունենալ եւ այս դեպքում ընտանիքի անդամները, նոր ընտանիքի անդամները, ամուսնու մայրն ու քույրը հանել ասել են դու տան գործեր ունես, չես կարող գնալ ծաղկազարդի պատարագին, բայց կենցաղային լվացքը աման եւ այլով պիտի անի։ Սա մեր կյանքում շատ շոշափելի է եւ այնքան ցավալի է, որ աստորեն այս կենցաղը մեզ խեղդում է։ Մենք պիտի սա գիտակցենք։ Եվ դրա համար է, բայց նաև երկրորդ պարագայում կա, թերևս մեզանից ոչ բոլորն են պատրաստ իրենց գործը, իրենց աշխատանքը, իրենց հարազատներին լքել Քրիստոսի համար։ Եվ սա էլ հասկանալի է։ Բայց մի բան պիտի բոլորս պատրաստ լինենք անելու, թողնենք մեր նախկին արժեքներն ու մտայնությունը, որոնք հակառակ են Տիրոջ ավետարանին եւ սկսենք Տիրոջ ավետարանով շարժվել։ Այդ մեկը կարող եք անել։ Թողնենք այն ինչ որ հին էր ու նորով սկսենք, նոր արժեհամակարգով սկսենք, Տիրոջ ավետարանի ուղղությամբ, ճանապարհով սկսենք ընթանալ։ Այստեղ հայերեն ասում են, Քրիստոս երբ որ սկսեց կանչել իրենց, ինչպես որ մեզ յուրաքանչյուրի սա կանչում, 4 հոգևոր զենք փոխանցեց առաքյալներին։
որոնք հետևյալներն են։ Առաջինը ասում են հնազանդություն ավետարանին, հնազանդությամբ է սկսում։ Եթե հնազանդ չես Տիրոջն ու իր ավետարանին, ճանապարհը չես էլ գնա, հենց այդտեղ կկանգնես։ Հնազանդությունից հետո քաջությունն է գալիս պայքարելու համար, որովհետև հետաքրքրորեն ամբողջ քրիստոնեական կյանքը պայքար է։ Ինչպես որ մենք նախորդ մեկնության մեջ տեսանք, թե անմիջապես աղմահոգին իրեն արավանապատ եւ 40 օր փորձվում էր սատանայից պայքար։ Հնազանդություն, քաջություն պայքարելու համար, հարատևություն, որովհետև երբեմն ոչ միշտ է որ քրիստոնյան հաղթում է։ Այդ պահին։ Այսինքն ոչ միշտ է որ մենք ճակատամարտը հաղթում ենք, բայց պատերազմը հաղթելու ենք։ Ճակատամարտներ միգուցե պարտվես, բայց պատերազմը պիտի հաղթես։ Բայց ներքում մեզ օգնում է հարատևությունը, որ չկոտրվենք փորձությունների ժամանակ, որտեղ երբ որ փորձություններ են լինում, հաճախ տեսնում ենք, որ կոտրվեցինք։ Երրորդը հարատևությունն է, ու չորրորդը, որ ամենակարևորն է կարելի ասել, շնորհն է, Քրիստոսի շնորհն է, որը մեզ օգնում է, որ պահպանվենք, to be preserved, որովհետև եթե Տիրոջ շնորհը չլինի, մենք չենք կարող գոյատևել, ինչ էլ ուզում է լինի, ուրեմն հնազանդություն, քաջություն, հարատևություն եւ չորրորդը շնորհ։ Հետաքրքրորեն այս կանչը, որ ծովից Քրիստոս կանչեց, ամբողջ առաքյալների կյանքը փոխեց։ Սա ընդհանրապես 3 տարվա բան չէ, ուշադրություն դարձրեք։ Քրիստոս ֆիզիկապես առաքյալների հետ 3 տարի եղավ, որից հետո խաչվեց, թաղվեց, հարություն առավ ու համբարձվեց։ Եվ ֆիզիկապես էլ Քրիստոս իրանց հետ չէր, բայց առաքյալները իրենց ամբողջ կյանքի ընթացքում Քրիստոսի հետ էին։ Մի պահ եղավ, որ իրենք հրաժարվեցին կամ հեռացան Քրիստոսից, դա մատնության ու խաչելության շրջաններ, որից հետո նորից վերադարձան, ու այստեղ կհիշեք մենք Քրիստոսի օրինակը, երբ որ ասեց Սիմոն ես քո համար աղոթեցի, որպեսզի չարաքես չկործանի։ Այսինքն ինչ է դուրս գալիս, որ թերևս մեր իրականության մեջ պահեր լինեն, որ մենք էլ հեռանանք Տիրոջից, բայց դա պիտի ժամանակավոր լինի, փորձություն է, չկարողացանք, հեռացանք, բայց հետո դարձի եկանք, ինչպես որ Պետրոսը լացեց, գիտակցեց իր սխալը, նշանը տեսավ, ակաղի կանչը ու նորից վերադարձավ, բայց դրանից հետո մենք չենք տեսնում, որ ինքը շեղվում է։ Այսինքն, այստեղ շատ կարևոր հանգամանք է, եթե կանչը զգացել ենք, եթե Քրիստոսին հետևում ենք, ժամանակավոր չի, կյանքի հարցը, կյանքի փոփոխության հարցը, եղավ ու սկսում ենք գնալ առաջ։ Իսկ եթե մենք նորից վերադառնում ենք մեր հին վիճակի, նախորդ անգամ ասացի, նորից եմ ասում, Եբրայեցիս թղթում հրաշալի ասում առաքյալը, որ նմանվում ենք այն խոզերին, որ նորից վերադառնում են այդ ցեխի մեջ, ինչից դուրս էին եկել, կամ այն շներին, որոնք որ իրենց փսխածն են գնում նորից ուտելու, մի բան, որ իրենց պետք չէր։ Ուրեմն շատ կարևոր է այս ընտրությունը, կյանքի ընտրությունը, արեցինք ու շարունակում ենք մինչև վերջ, ինչպես որ սա արեցին նաև առաքյալները։ Եթե ուշադրություն դարձեցիք այս կոնտեքստի մեջ, Եվսեբիոս Կեսարացին, որը եկեղեցու պատմության հայրն է, մեր պատմահայրը ով է, Խորենացին, ընդհանուր եկեղեցու պատմության հայրը Եվսեբիոս Կեսարացինը, որ համարվում է հեղինակություն բոլոր քրիստոնյաների համար, եւ այստեղ մեջբերում կար Եվսեբիոս Կեսարացուց, ու ես սա ընտրեցի հենց կոնկրետ բնօրինակով անգլերենով թողեցի, չնայած ինքը բնականաբար անգլերեն չէր գրել, բայց անգլերենով թողեցի գրքից մեջբերում, որ հետեւյալն էր, ասում է What language shall we speak to Greeks? How shall we persuade Persians, Armenians, Chaldeans, Scythians, Indians, and other scattered nations to give up their ancestral gods and worship the Creator of all? As մեջբերումը the proof of the gospel գրքից ապերված։ Ինչի արեցի, որովհետև այսօր մի ամբողջ հսկայական աշխատանք է տարվում արտաքին եւ ներքին թշնամու կողմից, մեր ինքնությունը աղավաղել, մեզ փոքրացնել, մեզ ասել, որ դուք չեք եղել, որ դուք չկաք պատմության ընթացքում եւ այլ եւ այլն։ Բայց անգամ իսկ Եվսեբիոս Կեսարացին ինքը մեծ էր, մեծագույն հեղինակությունն է։ Գրքի մեջ երկրորդը պարսիկներից հետո հայերին է տալիս, եւ միտքը սա էր, առաքյալներն իրենց մեջ ասում են, մտածում են, երբ որ Քրիստոս ասեց, ես ձեզ մարդկանց ձկնորսներ պիտի դարձնեմ, ոնց մենք այս ազգերին կգնանք քարոզենք, ինչ լեզվով պիտի քարոզենք, չիմանալով որ հոգեգարուստիով իրենց լեզուները տրվելու էր, Աստված տալու էր դա, բայց եւ այնպես նաեւ թվում է այն կարեւոր ազգերին, որոնց մեջ պիտի նաեւ
առաքյալները քարոզ են ու դրանցից երկրորդը հայերի մասին է խոսում Եվսեբիոս Կեսարացին 4-րդ դար 300-ականների սկիզբ, որը մեզ շատ հստակ նաև փաստում այն մասին, թե մենք ոչ միայն եղել ենք իբրև ազգ, այլ եղել ենք իբրև քրիստոնյա ազգ եւ եղել ենք իբրև կարևոր քրիստոնյա ազգ, որի մասին անգամ Սուրբ Եվսեբիոս Կեսարացին է իր գրքերից մեկի մեջ խոսում։ Եվ նաև շարունակություն ասում, մենք մտանք Կափառնայում եւ Հիսուս նույն շաբաթօրն իսկույն ժողովարան մտնելով ուսուցանում էր նրանց։ Այս իսկույն բառը բակագծի մեջ եմ գրել, որովհետեւ թարգմանության մեջ չկա, բայց բնագում կա։ Նորից Մարկոսը այս բառը շատ է սիրում, իսկույն մտավ ժողովարան, այսինքն սինագոգ եւ ուսուցանում էր նրանց։ Հետաքրքիր մի բան կա, նախ Կափառնայումի սինագոգի ավերվածները սրանք են, 4-րդ դարը, ոմանք կարծում են, որ սա նաև Քրիստոսի ժամանակվա սինագոգն էր, որոնք կարծում են հետագայում կառուցված, բայց մոտավորապես սենց մի տեղ էր, որտեղ հրեաները հավաքվում էին շաբաթ օրը, որը Աստծո օրն էր, եւ այստեղ ժամանակ Աստծո խոսքն էին սերտում, եւ Հիսուս այդ շաբաթը չմերժեց, այլ եկավ լրացնելու շաբաթը եւ գնաց սինագոգ հայերենով ժողովարան եւ մտավ ու սկսեց ուսուցանել նրանց։ Հետաքրքիր է մի բառագա, որ Բասկուրեն հրեաները սինագոգում ուսուցանում էին մեկը մյուսին, բայց ճշմարտությունը չէին հասկանում։ Անցել է 2000 տարի իմ իբրև հայ քրիստոնյայի կարծիքով մեկը մյուսին նորից շաբաթ օրը սինագոգում ուսուցանում են, բայց նորից չեն հասկանում։ Եվ Քրիստոս եկավ ուսուցանելու եւ այս ուսուցանությունը կամ այս ուսմունքը լավ տարբերվում էր բոլոր մյուս ուսմունքներից, որովհետև ինքը հիմա պիտի տեսնենք խոսելու այնպես, ինչպես որ երբեք իրենք չեն լսել։ Եվ ասում եմ, նրանք զարմանում են նրա քարոզության վրա, որովհետև նրանց ուսուցանում էր իշխանությամբ եւ ոչ ինչպես օրենսգետները։ Ինչ է նշանակում ուսուցանում էր իշխանությամբ։ Այսինքն ինձ նման չէր ուսուցանում, որ օքեյ, ավետարանը էս ասում, եկեղեցու այս հայրը էս ասում, եւ այլ եւ այլ։ Ես մեջբերում եմ, երբեմն փոխիկ ինձանից ավելում եմ տալի։ Քրիստոս ինքն իրենից էր խոսում, ինքն իր իշխանությամբ էր խոսում, որը հստակ մի բան է ասում, որ ինքը տերն է իր խոսածին։ Ինքն է։ Ու դրա համար օրինակ մի փոքրիկ հիշեցում անեմ, երբ որ Լևան քարոզի մեջ, որ մենք Մատթեոս 5-րդ գլխում ենք ընթերցում, այս միտքն էր ասում. հնում ասվեց այսպես, օրինակ, մի սպանիր, իսկ ես ձեզ ասում եմ, եթե մեկը իր եղբորը ասեց ապուշ, արդեն իսկ այդ քայլը կատարեց։ Այսինքն, կամ հնում ձեզ ասվեց մի շնացիր, իսկ ես ձեզ ասում եմ, եթե մեկը վատ մտքով նայեց դիմացինին, արդեն իսկ շնացավ իր սրտում։ Հետաքրքիրը սա է իշխանությամբ խոսելը, որ ինքը մի հեղինակություն է մեջբերում, ասում է, իսկ հիմա ես ավելի մեծ հեղինակություն եմ ասում ու սա եմ ասում։ Ու հրեաների համար սա անընդունելի բան է։ Ոնց կարա մեկ այդքան իշխանությամբ խոսի, սա միայն աստվածային իշխանությունը կարա լինում, հենց այստեղ է, որ Քրիստոս փաստում է մի բան, որ ես աստվածային իշխանությամբ եմ եկել խոսել։ Եվ դա անում եմ հենց նույն սինագոգում, այնտեղ, որտեղ որ մարդիկ հավաքվում են Աստծո խոսքը սերտելու, այլ խոսքով Bible study վայրում եմ անում, եւ անում եմ մի բան, որ որևէ մեկը երբեք չի արել։ Սա էր, որ հետաքրքիր է, որ տարբերվեց մյուսներից մերսիմեսրով։ Եվ երկրորդ պարագան, որ հայրերը շեշտում են, որի տարբերություն ուրիշ ուսուցիչների, եւ այստեղ մենք էլ ենք տեսնում, ցավոք սրտի այդ սխալը մեր մեջ եկա, կամ այդ թերությունը ասեմ, փորձում ենք միշտ հաճոյա խոսել։ Դուք լավն եք, դուք այսօր եկեղեցի եք եկել, լավն եք, եւ այլ, դուք սինագոգում եք, հրաշալի եք։ Քրիստոս այդ չէր ասում, Քրիստոս չի հաճոյա խոսում։ Պողոս առաքյալը ասացող, ինչպես որ ինքը Տիմոթեոսի թղթում էր ասում առաջի, չի ականջին հաճելի խոսքեր չի ասում, այլ ասում է խիստ խոսքեր ու ճշմարտություն է։ Բայց ինչ է դուրս գալիս, այն մարդը, որ ուղիղ բանն ասում ու ճշմարտությունն է ասում, չի սիրվում ժողովրդի կողմից։ Որովհետև մենք գիտենք, որ մարդ ավելի էմոցիոնալ, զգացականի է, իրան դուրակալ, երբ որ իրան շոյում ես, երբ որ իրան խոսում ես, երբ որ իրան ասում ես, ես ինչ լավն ես, այդ դեպքում ինքն իրան լավ ասում։ Քրիստոս երբեք դա չէր անում։ Քրիստոս ասում է ճշմարտություն։ Եվ ուզում եմ ես մեր եկեղեցու հետ կապեմ։ Մեր եկեղեցու վարդապետների եթե գրականություն ընթերցեն, երբեք շողոքորթություն չկա։ Եվ նույնիսկ այս վերջի շրջանում, ես եթե կարդանք առաջի դարի աղանդավորական գրականությունից մինչև հենց հիմա մեր օրերը, ամբողջ շողոքորթություն է։
ամուր ականջին հաճելի ուսմունք, դուք լավն եք, դուք փրկված եք, դուք էս եք, դուք են եք, ու մարդուն դա է դուր գալիս, բայց Քրիստոս դա երբեք չարեց, դուք երբեք դա չեք տեսնի Քրիստոսի ավետարանի մեջ, որ Քրիստոս կամ իր աշակերտները շողոքորթ են, եւ սա է, որ մենք նաեւ ուզում ենք այստեղ տեսնել։ Եվ այստեղ ուսմունքի հետ կապված փաստորեն մի շատ կարևոր դեպք է կատարվում, Քրիստոս ուսմունքը խոսեց եւ սինագոգում մարդկանց մեջ, Աստծո խոսքը սերտելու մեջ կա մի մարդ, որ պիղծ ոգուց բռնված է, որը որ երբ Քրիստոսին տեսավ, աղաղակում է ու ասում։ Հետաքրքիր պարագա կա, որ հաճախ մենք չենք անդրադառնում, որ նույնիսկ այն վայրերում, որտեղ պիտի չլինեն, այսպես կոչված հիվանդ մարդիկ կան, եւ խորքի մեջ եկեղեցին հենց ինքը կոչվում է մեղավորների խավարը եւ հիվանդանոցը, որտեղ Քրիստոս եկավ հիվանդների համար, ասեց ես չեկա առողջների համար։ Եվ փաստորեն Քրիստոսի հիմնական նաեւ գործերից մեկը, առաքելություններից մեկը նա էր, որ այս մարդուն էր եկել բժշկելու, որը որ դարձել էր դիվահար, այսինքն դևը իրեն սկսել էր իշխել, իրեն։ Եվ այս մասին երբ որ խոսում եմ, ես երկար ժամանակ արդեն խոսում եմ ավետարանի մասին կամ քրիստոնեության մասին, միշտ զգուշ եմ խոսում, երբ որ չարի կամ դևերի մասին ես խոսում, որտեղ այսօր աշխարհը այնպես է ներկայացնում, որ կամ մենք ենք այնպես ըմբռնում, որ հանկարծ դրա մասին չխոսենք, դա թաբու է, դա պետք չի, արգելված է։ Եվ այսօրվա անկարգումը չարի կամ դև գաղափարի նախ մերժվում ամբողջությամբ մատերիալիստական աշխարհում, եւ երկրորդ եթե ասում ենք որ կա, ասում ենք impersonal force, այսինքն անանձնական մի ուժ թերևս։ Սա շատ կարևոր տարբերակում է Քրիստոսի ավետարանի մեջ։ Չարը անանձնական impersonal force չի, չարը կոնկրետ անձ կամ անձինք է։ Եվ իրենք անգամ անուններ ունեն։ Ինչ անուն ասեց լեգիոնը անունս։ Այսինքն շատ հստակ է, որ մենք հասկանանք ում հետ գործ ունենք, ոչ թե վերացական ինչ-որ ուժի հետ, այլ կոնկրետ անձանց հետ, որոնց նպատակը ինչ է, գա ու տիրանա քեզ։ Ինչպես որ վիրուսն է տիրանում մարդուն, թուլացնում, այնպես որ չարը ինքը գալիս է ու աստիճանաբար քեզ թուլացնում ու դարձնում է իրանը ընդհանուր այնքան, որ ինքն է քո փոխարեն խոսում։ Շատություն դարձեք, այս կոնտեքստի մեջ մարդը չխոսեց, պիղծ ոգին է խոսելու շուտով։ Եվ սա շատ կարևոր, այսինքն դու թույլ ես տալիս, որ ինքը քո փոխարեն խոսի, ինքը քո փոխարեն քայլ կատարի, եւ սա ամենավատ բանն է, այնքը թույլ ես տալիս, որ քեզ կառավարի, եւ հետաքրքիր է այս տարի մասը, որ գրել եմ, կառավարում է քեզ եւ մի շատ կարևոր բան անում, քեզ հեռու է պահում Աստծուն պաշտամունք մատուցելուց։ Անգլերեն ընթերցեմ, controls the individual and keeps the person away from worshiping God. Ուշադրություն դարձրեք, եւ սա իմ կյանքում բազում անգամ եմ տեսել։ Երբ որ մարդը խնդիր ունի Աստծո պաշտամունքին գնալ, դա կարող է պատարակ, շահերգություններ, մի բան են չի, լուրջ մի բան են չի։ Մանավանդ երբ որ հաղորդություն չի ստանում, եւ կարող դա ես լինեմ, ուրեմն ինքս ինձ հարցնեմ, ինչ է իմ վիճակը։ Արդյոք մի բան են չի իմ կյանքում, ինչու եմ ես սովորական տեղեր խնդիր չունեմ, բայց երբ որ հարցը գալիս է Աստծո պաշտամունքին, Աստծո ներկայության մեջ լինելու, ես խղճում եմ։ Շատություն դարձեք, նույն դեպքը, երբ որ Աստված եկավ, ինքը փախնում է, ինքը չի կարող, ինքը աղաղակում է, ինքը պանիկայի մեջ անում, որովհետև խավարը լույս չի սիրում։ Իսկ հիմա խավարի կյանք լույս է վերվել, ու դրա համար է, երբ որ ասում աղաղակեց ու ասաց, թույլ տուր, ինչ ես ուզում մեզնից, Հիսուսն ազորվեցի, մեզ կորստյան մատնելու եկար, գիտենք քեզ թե ով ես դու, Աստծո սուրբն ես։ Հետաքրքիր է, որ փաստորեն չար ոգին ավելի շատ գիտի Քրիստոսի մասին, քան այդ բոլոր Բայբլստադի ներկա մարդիկ, որովհետև ինքը հոգի է։ Իսկ հոգին ինքնին շատ ավելին է կարող տեսնել, բայց որպեսզի տարանջատենք բաց հոգուց, ավետարանը ասում է պիղծ հոգի կամ չար հոգի։ Եվ սա շատ տարբեր է։ Եվ հետաքրքիր մի բան է, այստեղ որ ի տարբերություն մարդու ինքը խավարասեր է եւ լույսը մերժող է։ Եվ Հովանու 3-ի մեջ մենք նաեւ սա ենք տեսնում, երբ որ ասում են լույսը աշխարհ եկավ եւ մարդիկ խավարը նախընտրեցին, որովհետև նրանց գործերը խավար էին։ Նույն հենց այս գաղափարն է գալիս։ Արդյոք մենք խավարասեր ենք, թե մենք լույս սիրող մարդիկ ենք։ Եվ հետաքրքիր է, ոչ միայն չարը գիտելիք ունի,
դևը գիտելիք, դևը նաև հավատ ունի։ Եվ դրա համար Հակոբոս 2-ի մեջ այս բառերն է ասում Աստվածաշունչը, դևերն էլ են հավատում եւ շարունակում է ու դողում։ Եվ այս դեղը դողում էր, հավատը կա, անգամ հավատը կա, բայց դողը կա, վախը կա։ Եվ մի բան, որ միշտ ասում ենք, եթե ուշադրություն դարձեցիք Օգոստինոս Երանելի նորից այս մասին էր խոսում, մի բան, որ դևը չունի, գիտելիք, հավատ ունի, բայց մի բան, որ չունի, դա սերն է։ Չարը երբեք սեր չունի։ Չարը երբեք զոհողության գնացող ագապե սեր չունի։ Ու դրա համար է այստեղ, որ մենք պիտի հասկանանք, որ Օգոստինոսն ասում է, իրական հավատն այն է, որ սիրով է գործում։ Եթե ես ունեմ հավատ, դա սիրով պիտի փաստվի։ Ու որտեղ ես վստահ եմ, որ այդտեղ չար չկա, որտեղ չարը սեր չունի իր կյանքում։ Աստված սեր է, ինչպես որ ասում է Հովհաննես առաքյալ առաջի թղթի մեջ։ Եվ սա է, որ մենք պիտի փաստորեն կարողանանք անել։ Ու վերջին միտքը, որ ուզեցի այստեղ ձեր հետ կիսել, հետևյալն է, որ մենք փորձենք թույլ չտալ, որ չարը մեր փոխարեն խոսի։ Եվ ինչպես է սա լինում։ Եվ ուզում եմ այստեղ սխալ չընկալ լինի, գուցե եւ բնականաբար։ Շատերս կարող են բաց մարդիկ լինել, դևեր չունենալ մեր մեջ։ Բայց երբ որ զայրանում ես, ինչպես որ Հովհաննես Գևերյանն օրինակ ասում, դառնում ես դիվահարի նման ասում է։ Ինչպես նույն աչքերդ կարմրում են, խոսքդ փոխվում է, փրփրում է լեզուդ, ինչպես որ ասում է դիվահարներն են ասում, ու ասում ես մի բան, որը որ դու չէիր ասի երբեք, բայց զայրույթի պատճառով ասում ես։ Սա էլ է շատ կարևոր, ուշադիր լինեք, երկու բան, որ միշտ սրբերը մանավանդ վանական սրբերն ասում են, մարդ պիտի ուշադիր լինի, այո, դիվահար չես, բայց ունես այդ խնդիրը, զայրույթ և գիրք, երկուսն էլ ամեն անգամվա ամենօրյա պայքար է, կամ զայրույթ կամ գիրք, ու շատ հեշտ ենք մենք գրգռվում երկուսից, ու այդ երկուսն էլ մեզ տանում են դեպի այդ դիվահարի վիճակին, որ անում ենք մի բան կամ ասում ենք մի բան, որը որ ուրիշն է ասում կարծես, թե կամ ես քննշոլ անում, այս դեպքում գիրքը ու ոչ թե կամ զայրույթը ու ոչ թե մենք։ Եվ ինչ անում Հիսուս։ Հիսուս ասեց նրան ու ասաց ձայնդ կռվի և դուրս եկ դրանից։ Հետաքրքիր է կարծես, թե ճշմարտությունն էր ասում, որովհետև Քրիստոսին ասում էր Հիսուս Նազորեցի մեզ կորստյան մատնելու եկար, գիտենք թե ով ես դու, Աստծո սուրբն ես։ Կարծես թե ճիշտն էր ասում։ Կարծես թե ճշմարտությունն է դեպ ասում, բայց Քրիստոս իրան անմիջապես խոսքը փակում է, ասում է Հիսուս ասեց նրան ու ասաց ձայնդ կտրիր և դուրս եկիր։ Ինչու՞։ Որովհետև իղձ շուրթերով ճշմարտությունը չի խոսվում, դա մենք։ Երկրորդը, նաև մենք միշտ այս գրային մտայնություն ունենք, որ չարը հաճախ կարող է մի բան ճիշտ ասի, բայց հազարով մի բան սուտ ասի։ Ինչպես որ եղավ հենց Ադամի ու Եվայի պարագայում ընդհանրապես ճշմարտության հետ սուտ է խաբում կամ Քրիստոսի փորձությունը, եթե հիշում եք, մեջ բերեց Սաղմոս 91-ը, նախորդ անգամ խոսեցինք, բայց հետո շեղեց ուրիշ տեղ տարավ։ Ուրեմն դրա համար շատ ուշադիր պիտի լինեք, որ նախ մեր ներաշխարհի մեջ մաքրություն ունենք, որ արժանի լինենք ճշմարտությունը Քրիստոսի ասելու, այս նույն բառերը գրեթե Պետրոսը ասեց, բայց Պետրոսին Հիսուս չասաց լրիվ, որովհետև նաև Պետրոսը ասում էր սա սիրով, ինչպես որ հայրերն են ասում, ու ոչ թե վախից դրդված։ Եվ մյուս կողմից Պետրոսը ինքը չէր ասում շեղելու ճշմարտություն, այլ ասում էր, որովհետև հավատում էր այդ ճշմարտությանը։ Մյուս պարագան, որ այստեղ շատ կարևոր է, հնում 5 տական մարդեր հեթանոսական շրջանում էլ կար, որ այս դիվահարությունը տարածված էր եւ մարդիկ փորձում էին աղոթքներով, շամանական ինչ-որ բաներով փորձել էս դուրս բերել այս խնդրից, ու Քրիստոս ոչինչ չի անում, միայն ասում է ձայնդ կտրիր եւ դուրս եկ դրանից, այդ հրահանգը, այդ իշխանությունը, այդ զորությունը, որ տերում է, ու դրա համար եթե քիշեք նախորդ նյութի մեջ Քրիստոսի ծառան Հովհաննեսն ասում էր այնքան հզոր է գալիս իմ առջևից, իմ հետևից այս դեպքում ներողություն, որի կոշիկներն արձակելու ես արժանի չեմ, այդ հզոր բառը օգտագործեց։ Եվ այսօր մենք տեսնում ենք, թե ով է այդ հզորը, ինքը Տերն է, որ այնքան հզոր է, որ ասում է հրահանգում է չարին, ու չարը ոչինչ անել չի կարող, միանգամից դուրս է գալիս, եւ սա շատ կարևոր է, ու ոչ միայն Տերն է սա անում, սա անում է նաև Տիրոջ եկեղեցին, Տիրոջ աշակերտները, եւ օրինակն եմ ուզում բերել, որ այստեղ տեսեք Գործք 16-ի մեջ, մի քիչ երկար եմ մեջբերում անում, բայց շատ կարևոր է, հեշտ է հիշել Գործք 16-16, որ ասում է, եւ մինչ մենք աղոթելու ենք գնում, մեզ հանդիպեց մի աղախին,
որ մի հարցուկ չար ոգի էր բռնել, որին սա գուշակություններով իր տերերին մեծ օգուտ էր տալիս, նա Պողոսի և մեր հետևից ընկած հավաքում էր ու ասում, այս մարդիկ բարձրյալ Աստծո ծառաներ են, որ ձեզ պատմում են փրկության ճանապարհը, կարծես թե սխալ բան ուրիշ չի ասում, և շատ օրեր էր անում այդ բանը, Պողոսը զայրանալով դարձավ և չար ոգուն ասաց, Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ, որ դրա միջից դուրս ելնես, և նույն ժամին չար ոգին ելավ։ Այս դեպքում նաև արդեն շարունակություն տեսանք, եթե Քրիստոսի իշխանությամբ ասում, առաքյալը Հիսուս Քրիստոսի իշխանությամբ ասում, իսկ եկեղեցի նույնը շարունակում է ինչ-որ ասեց առաքյալը, և դրա համար մենք ունենք բժշկության աղոթքներ, որոնք որ հենց նույն այս աղոթքի նման են, այս հրահանգի նման են, ինչպես որ նաև կատարվեց այս դեպքում Գործք 16-ի մեջ։ Եվ ինչ կատարվեց, և Պիրից ոգին սաստիկ ցնցեց դիվահարին և բարձրաձայն հավաքելով դուրս ելավ նրանից։ Հետաքրքիր էս միտքը կա, որ չարի կապանքներից մարդը ազատվեց, սակայն հեշտ չազատվեց, ցնցեց և ճչաց, հետո նոր ազատվեց։ Դրա համար սրբերն ասում են, որքան փրկությունը մոտ է, այնքան ցնցումները շատ։ Ես սա ճշմարտությունը, որքան մեզ մոտ է փրկությունը, հիմա պիտի ազատվենք, այնքան ցնցումները շատ են։ Ինչու՞, որ դադարենք, որ չուզենանք։ Բայց սա նաև լավ նշան է, եթե գնում եմ առաջ ու դժվարություններ կա, եթե սկսել եմ պատարակների կա, պարզ բան ասեմ, ու անընդհատ ինչ-որ դժվարություններ եմ իմ կյանքում տեսնում, չակերտավոր դժբախտություններ, դժվարություններ, գործս լավ չի, էս չի, այն չի, և սրանով կարծես թե ինձ հետ է բերում, որ չգնամ Աստծու եկեղեցին, այս ինձ նշան է, որ սա այն ցնցումներն են, որը որ ինձ ազատություն է տալու, պիտի գնամ։ Միշտ այս օրինակն եմ բերում իմ վերևի հարևանի, որ երիտասարդ տղա էր և ամուսնացան, զավակ ունեցան ու այս ընթացքում մի օր ասեց, ես ուրախ եմ, որ դու այս առաքելությունն ես անում, սա որ 15 տարվա պատմություն է պատմում, ասեց իմիջ այլոց քեզ ասեմ, ես էլ քո նման Աստծո խոսք էի ուսուցանում, բայց ասում այնքան փորձություններ եկան կյանքիս մեջ, որ դադարեցի, ասում երբ որ դադարեցի, փորձություններն անցան։ Եվ անմիջապես բոլորս հասկանում ենք մի բան, այսինքն հենց այս է ցնցումներին չդիմացար։ Մեզանից յուրաքանչյուրը, որ մոտենում է մյուսին, ցնցումներն են շատանում։ Եվ այստեղ շատ հստակ է, որ հասկանանք, դժվարությունն է շատանում։ Ամենապարզ բանը, ժամանակին եթե շատ հեշտ խաբում էիր կամ այսպես սուտ էիր խոսում, հիմա էլ չես ուզում խոսես, դժվարանում ես սուտ խոսել, հասկանում ես, որ դա սխալ է։ Ամենապարզ բանը, ու սա ինչ ա բերում, սկսում են այդ կյանքի ցնցումները։ Եվ սա, բայց լավ բան է, պիտի պահենք, պիտի շարունակենք, որովհետև մենք մոտենում ենք Տիրոջը, մոտենում ենք լույսին, և դրա համար մենք դառնում ենք ոչ թե դերի բնակարան, այլ Աստծո բնակարան։ Եվ ուզում եմ այստեղ հստակեցնել մի շատ կարևոր հանգամանք, քրիստոնյան Աստծո բնակարանը։ Մենք ինչի ենք այսօր ես խոսեցի մոգապության մասին, նորից եմ ուզում խոսել։ Մենք, ինչպես որ Սուրբ Գիրքն ասում առաջի Կորինթացիս 3-րդ գլխում և 6-րդ գլխում Սուրբ Հոգու տաճար ենք, և Սուրբ Հոգին է բնակվում մեր մեջ։ Ո՞րն է մեզ դա տալիս, մկրտությունը։ Եթե քրիստոնյան մկրտված է, ինքը հրաժարվում է նախ և առաջ սատանայից և բոլոր նրա պատրանքներից և դառնում է Աստծո որդեգիր ու Սուրբ Հոգու տաճար։ Ու դրա համար շատ կարևոր է, որ մենք մկրտված լինենք, մեր երեխաներին մի օր շուտ մկրտենք, որպեսզի այնտեղ վիրուս չարի տեսքով չմտնի, որպեսզի այստեղ բնակվի Աստծո Սուրբ Հոգին մեզանից յուրաքանչյուրի մեջ։ Ինքը նորից շարունակելու է մեզ տարբեր ուղղություններով շեղել, բայց չի կարող մեր մեջ բնակվել, որովհետև մեր մեջ լույսն է արդեն բնակվում։ Քրիստոս է բնակվում, Սուրբ Հոգին է բնակվում, Լիորդություն բնակվում։ Եվ սրա համար ինքը փորձելու է ուրիշ ձև անել, մեզ մարմնական ցանկություններ, հաճույքներ եւ այլ ձևերով է փորձելու մեզ շեղել, բայց շատ կարևոր մի հանգամանք կա։ Սուրբ Հոգին մեր ներկայության մեջ է, մենք քնքված ենք, դրոշմված ենք Սուրբ Հոգով։ Ու ահա թե ինչու է սա այսքան կարևոր, ահա թե ինչու է այսքան կարևոր, որ մենք իրապես մկրտվենք եւ դրոշմվենք, ինչ որ անում առաքելական եկեղեցին արդեն 2000 տարի։ Եվ այն ինչ որ կատարվեց շատ զարմանալի էր, նախ իր քարոզխոսությունն էր շատ զարմանալի, որ տարբերվում էր բոլորից, հետո խոսքի հետ գործ արեց, ինքան հետաքրքիր է, համ խոսքը ասեց Քրիստոս, համ գործով փաստեց իր խոսքի կարևորությունը, իր իշխանությունը,
Եվ ասում ամենքը զարմացան այնպես, որ հասնում էին իրար եւ ասում այս ինչ նոր վարդապետություն է, որ իշխանությամբ պիղծ ոգիներն են սասնում եւ նրանք հնազանդվում են նրան։ Եվ հետաքրքիր է, որ իրապես մեծ մոտ էլ եթե մեկը գար ու նման իշխանությամբ խոսեր ու նման հրաշագործություններ աներ, պիտի զարմանանք թե ինչ էր, բայց նորից ուզում եմ շեշտել, Քրիստոս ուսմունքը տվեց եւ փաստեց զորությամբ։ Մեզանից յուրաքանչյուրը խոսքը պիտի գործի վերածի։ Եկեղեցին իր խոսքը պիտի գործի վերածի։ Եթե միայն խոսք է, ոչինչ է։ Հաճախ մենք խոսում ենք, այնպես ենք խոսում, որ մի ամբողջ աշխարհ կարող ասի սրա նման մարդ չկա։ Բայց միշտ Քրիստոս ինչ էր ասում, ծառի պտղից է ծառը ճանաչում, գործին նայեք հայքի։ Հայք ինչպես է ապրում։ Հայկը կարող լավ խոսի, ոմանք հավանեն, ոմանք չհավանեն։ Հայքի կյանքը ինչպիսին է, իր անձնական, ընտանեկան, համայնքային։ Եթե մի բան կա, որ ինքը խոսում է ու չի ապրում, ինքը փարիսեցի է։ Եվ մեզանից յուրաքանչյուր հայք ասեցի նկատի ունեմ մեզանից յուրաքանչյուրին։ Եթե մենք գնում ենք պատարագի, եթե մենք գալիս ենք Բայբլստադի ու փորձում ենք անել, բայց մեր կյանքը լրիվ ուրիշ բան է, մեր անձնական կյանքը, ու մենք գիտենք դա, ուրեմն մենք փարիսեցին, ու հենց սա է, որ Քրիստոս մեզ ցույց տվեց, ուսմունքը տվեց, հետո զորությամբ փաստեց այն, ինչ որ ինքը խոսում էր։ Եվ վերջի համարն է, եւ նրա համբավը տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում։ Հետաքրքիր է, Քրիստոս լույսն է, այս մասին շատ ենք մենք տեսնելու, անընդհատ տեսնելու ենք, ես եմ լույսն աշխարհի, ինչպես որ Տերը պիտի ասեր Հովանու ավետարանի մեջ մի քանի անգամ, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, բայց այս լույսի գաղափարը ինքը մի քանի անգամ շեշտեց ու երբ որ լույսը տարածվում է Գալիլեայի բոլոր կողմերում, Քրիստոսի համբավ, այլ խոսքով նաեւ ավետարանը, սա ամեն ինչ փոխում է։ Երկու բան է փոխում, առաջինը Քրիստոսի ավետարանի տարածումը եւ որ իր հետ բերում է լույս։ Մեր ազգում մենք դա տեսել ենք բազում անգամ։ Երբ որ ավետարանը թարգմանվեց հայերենի, ճանաչեց իմաստություն եւ ըսխրատ իմանալս բանս անճարով խոսքերով, որ առակացի առաջին նախադասությունն Աստվածաշունչ Մատթեյանի, հայը փոխվեց, հայը լուսավորվեց, խավարը հեռացավ, ինչպես որ Գալիլեան խավարի մեջ էր ու հեռացավ։ Եվ դա ինքնին արտացոլվեց մեր կերպարի մեջ, ու դա շատ հաճախ նաև արտացոլվում է մոմի տեսքով։ Եվ հետաքրքիր է, երբ որ մարդիկ ասում են եկեղեցի մոմ եւ այլն, չեն անդրադառնում այդ կերպարը, որ նույն ավետարանի մեջ այս միտքը կա, որ մեզանից յուրաքանչյուրը մի կանթեր է։ Հովհաննես Մկրտչին Աստվածաշունչը կոչեց կանթեղ։ Արդարության արեգակը Քրիստոս է, բայց մեզանից յուրաքանչյուրը մի կանթեր է, այսինքն հնում կանթեղ յուղով, հիմա մոմով, պարաֆինով կամ մեղրամով։ Մեզանից յուրաքանչյուր այս փոքրիկ լույսն է։ Մենք էլ մեր կողքի շրջապատը պիտի փորձենք լուսավորել, արևի գործը չենք կարող անել, բայց տեղեր կան, որ ցավոք սրտի փակված արևից, այլաբանորեն եմ ուզում հասկանալ, օրինակ էսենյակ, եւ այստեղ օրինակ մոմ է պետք, լույս է պետք որ անի։ Երբեմն մարդը իրեն փակում է Աստծո ներկայությունից, դառնում է այդ փակ սենյակը, եւ այդտեղ պետք են ուրիշ մարդիկ, որոնք Աստծո լույսը վերցնելով իրանց միջով փոխանցում են ու աստիճանաբար խավարը լուսավորում են։ Ուրեմն չասենք, որ արև կա մեր մոմը մեր լույսը չվառել, չէ։ Մեզանից յուրաքանչյուրը կոչված է իր լույսը տալու եւ խավարը լուսավորելու։ Դրա համար է, չէ, որ Մատթեոս 5-ի մեջ հենց Քրիստոս էս միտքն էր ասում, որ դուք կանթեղեք եւ մի փակված տեղ մնացեք, այլ վերև դրվեք, որպեսզի լուսավորեք ձեր խավարով։ Հենց սա էր, որ Քրիստոս արեց ու Մարկոս ավետարանը հենց սրա մասին է խոսում, որ նրա համբավը տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում։ Հիմա ավարտում ենք մի քանի կարևոր բառեր, որոնք ես ուզեցի քիվորից, բանալի բառեր, որոնք ուզեցի առանձնացնել, հետևյալներն են, նախ ապաշխարել բառը։ Այս կոնտեքստի մեջ դարձի գալ մտքի փոփոխություն եւ ամենակարևորը կյանքի փոփոխություն։ Երկրորդ ավետարանն է, որը որ իրապես Աստծո որդու ավետարանն է կամ Աստծո ավետարան, ուշադրություն դարձրի։ Մարկոս 1-ում ասեց Աստծո որդու ավետարան, Մարկոս 1:14-ում ասեց Աստծո ավետարան, այլ խոսքով այդ երկուսը նույն ավետարանի մասին են։ Աստծո որդին եւ Աստված նույնն է։ Եվ սա շատ կարևոր է, որ հենց այստեղ մենք հասկանանք։ Մյուսը իսկույն բառն է, էֆտուս, հունարեն, միշտ օգտագործվեց այս բառը, որ ցույց տա, որ ավետարանիչը մեզ, որ քրիստոնեայի կյանքը հետաձգել չունի, անընդհատ
պիտի անես, փորձես կատարելու։ Սա ինձ համար շատ կարևոր դաս է, որովհետև մեկը ես շատ եմ հետաձգում շատ բաներ, ու պիտի փորձեմ անընդհատ հասկանալ սա ու շտկվել։ Մյուսը իշխանությունն էր, որովհետև Քրիստոս ցույց տվեց իր իշխանությունը։ Մարդկային չէր սա, սովորական չէր, սա իրական իշխանությունն էր, աստվածային իշխանությունն էր, որ ինքը ասաց եւ մարդիկ տեսան ու փաստեցին այս մասին, եւ մյուսը համբավն էր։ Եվ այստեղ ուզում եմ այս համբավի մասին էլ խոսել ու անդրադառնալ, որ փաստորեն մեզանից յուրաքանչյուր, եթե խորքային վերլուծություն անենք եւ հոգեվոր վերլուծություն հետեւյալն այս միտքը գրեցի, որ հուսամ այստեղ գտնվողներից յուրաքանչյուրն ընդունում է Տիրոջ հրավերը հետևելու իրեն, որը ինքնին նշանակում է նաև հրաժարվել հնից եւ դառնալ նոր մարդ ի Քրիստոս։ Նոր մարդը նորայր, հայերեն նորայր անունը, հենց նոր մարդ է նշանակում, քրիստոնյա այսինքն։ Այն մարդն է, որ պատրաստ է Տիրոջ համար զոհողության գնալ, որպեսզի մեկին որսա կյանքի համար։ Այլ խոսքով գիտակցում է, որ կանչված է, իսկ հետո առաքված։ Նույն այսօր անգլերեն come to me, Քրիստոս ասեց, ու go to people։ Այս ենք մեզանից յուրաքանչյուրս։ Կան անձինքեր, ովքեր հետաքրքրությամբ հետևում են Տիրոջը, սակայն նրա հոտի անդամ չեն դառնում։ Այն մարդիկ, որ տարածեցին, որ ես ինչ բան է, զարմանալի բան է, իրանք Քրիստոսի հետևող չդարձան։ Իրանք սիրում են gossiping-ը, իրանք սիրում են բամբասանքը, իրանք համար առիթ է բամբասելու, բայց երբեք հոտի անդամ չդարձան։ Նման մարդիկ շատ կան, հուսամ մենք այդպիսիները չենք։ Ուրեմն կան անձինքեր, ովքեր հետաքրքրությամբ են հետևում Տիրոջը, սակայն նրա հոտի անդամ չեն դառնում, հուսամ դա մենք չենք կամ մեր մտերիմները չեն։ Հիշենք, որ Չարլզ կրկացում է, իսկ Աստված ազատ արձակում եւ ազատվելը նախ լինում է ապաշխարությամբ, Ավետարանի բարի լուրը ընդունելով եւ Տիրոջ հետ կյանքը շարունակելով, ինչպես արեցին առաքյալները։ Եվ այս վերջին իմ կարծիքով ամենակարևոր միտքն է, որ կարող ենք Քրիստոսին ընդունել, Քրիստոսին հետևել, բայց արդյոք մեր կյանքը Քրիստոսի հետ ենք մենք շարունակում ապրել, թե չէ։ Եթե դա անում ենք, ուրեմն իրապես իր աշակերտներն ենք եւ իրապես արժանի ենք իր ավետարանին։ Եվ այսքանով ուզում եմ այսօր փակել շնորհակալություն հայտնելով բոլորից ու նաեւ շնորհավորելով մայիս 28-ի մեր անկախության օրվա հետ առնչված առաջին հանրապետության մանրամատ մեր օրերում, որովհետև հիմա ավելի քան կարևոր է գնահատել այն, ինչ որ պատմության ընթացքում մեր հայրերը արել են։ Երբ որ մարդիկ առանց զենք, առանց բանի կանգնել են թշնամու առջև եւ իրենց հավատքով, էջմիածնի զանգերով, ամենակարևորը կարողացել են արթնություն բերել։ Եվ դրա համար Հովսեփյանց կաթողիկոսի կոչ ու էջմիածնի զանգերը մարդկանց հավախմբեցին Սարդարապատի դաշտում։ Այսօր նույն ժամանակն է, եկել ժողովուրդ, մենք կարիք ունենք էջմիածնի զանգերի, որը որ մեզ պիտի համախմբի։ Եվ զանգը հենց միայն ֆիզիկական զանգը չհասկանանք, այլ Աստծո ավետարանը հասկանանք, մեր եկեղեցու ուսմունքը հասկանանք, որը զնգում է մեր հոգու մեջ եւ մեզ համախմբում է իմիաբերում Քրիստոսի շուրջ, Հիսուս եկեղեցու շուրջ, որ առաքելական եկեղեցին է։ Դրանով է, որ մենք գնահատելու ենք մայիս 28-ում, դրանով է, որ մենք նոր մայիս 28-ներ ենք կերտելու, որովհետև ուզում եմ հիշեցնել երրորդ կետը 4 զենքերից մեկի, հարատևություն։ Պիտի հարատևենք հավատքով, հարատևենք զորությամբ եւ բնականաբար նաեւ Աստծո ողորմությամբ պիտի կարողանանք շնորհով պահպանվել այսքանը։